երեք ոլորտներում են լինում մտային վախեր, էմոցիոնալ վախեր եւ բնազդային առաջնային վախեր։ Երևի այսօր փորձեմ բնազդային վախերից խոսել։ Բնազդային առաջնային այդ վախերը մեր բնութի մակարդակում են լինում դրված ու առաջին չակրայի մուլադխարայի, ինչպես առաջին չակրայում է լինում, որոնք մեր բնազդային հիմնական վախերն են։ Մեկ կողմից դա ի սկզբանե մեզ պաշտպանության համար է դրված, որ կենդանական մակարդակում, այսինքն պաշտպանության վտանգներից պաշտպանվելու համար։ Ու բոլորիս մոտ էլ այդ վախերը ԴՆԹ-ի մեջ մեր մոտ նստած են։ Հիմնականում այդ վախերի իրական բնույթը, խորքային բնույթը անազատությունն է, այսինքն վախ ազատությունից զրկվելուց։ Երբ որ կենդանիների որսին, ասենք համեմատենք կենդանիներին, որ փակուղու մեջ են գցում, անազատության մեջ են գցում, այդ տիպի բնազդային վախ է, որը մարդկանց ԴՆԹ-ի մեջ էլ կա։ Ի սկզբանե էլի պաշտպանության համար է, բայց դրա հիմքում ընկած է անազատության վախը։ Այսինքն հիմնական մեր կռիվը, մեր պայքարը այդ անազատությունն է, հիմքերը այդտեղից է գալիս, որից պաշտպանվելու համար մարդիկ կարող են լինել ագրեսիվ։ Այսինքն եթե վտանգ ես զգում, կարող ես դառնալ ագրեսիվ, դա ինքնապաշտպանությունն է, ավելի շատ։ Ասենք զայրույթի միջոցով կարող արտահայտվել, մարդիկ պրովոկացիաներ անեն մեկը մյուսի հետ, բայց դրա հիմքում հենց այդ սահմաններն է, ամեն մարդ ինքը իր սահմաններն է, իր տարածքներն է պաշտպանում, իր անազատությունից չզրկելու համար, այդ հիմնական դա է։ Հետաքրքիր է էն էլ, որ այս վախի հիմքում միևնույնն է, բոլոր վախերի հիմքում ընկած է սիրո պակասը։ Երբ որ այդ գենետիկ բանալին կարդում էի, ինքը շատ հետաքրքիր էր, որ անգամ խորքային, թվում է թե ամենացածր վիբրացիաներ ունեցող այդ էմոցիաների, այդ զգացողությունները, դրանք էլի ոնց որ բողոք են սիրո պակասի հանդեպ։ Այսինքն այնտեղ սիրո պակաս կա ու հենց այդ մղումը բարձրանալի դեպի սիրո մակարդակ, հենց այնտեղ արդեն երևում է այդ ամեն վախերի մեջ հենց սիրո պակասի այդ արկայությունը, որը բացակայությունն է։ Շատ այդպես էր նկարագրում, ինքը շատ հետաքրքիր էր, որ ու ցանկացած վախերի հիմքում էլի հենց այդ սիրո էներգիայի պակասն է, երևի թե այդ բնազդային մակարդակում մարդիկ հենց դրա պակասից են, մղումը դրա պակասի շնորհիվ է, որ ուզում են բարձրանալ, այդ սիրո պակասի շնորհիվ մղումն է, որ մեզ ուզում է բարձրացնի զարգացման էվոլյուցիայի մեջ է դնում, որովհետև վստահ այդ կոմֆորտի մեջ չեն լինում, ոչ մի վախ կոմֆորտի մեջ չի թվում մարդուն գտնվի։ Ու ինչի եմ ասենք այդ կապը, սիրո ու վախերի հենց այստեղ է երևում, որ անմիջական ինչպես կապ ունեն։ Ինչքան այդ խորքային այդ վախերի մեջ, որը ցածր հաճախականությունն է ու հակառակ բևերը սերն է, որ ասենք հիմնական աստվածային էներգիան է, բայց մենք ներքևի չակրաներում ընդհանրապես մեր համակարգում խնդիրներից փակվում ենք մեզ, այդ լարվածությունը, այդ ճնշումը մեզ ամբողջությամբ փակում է։ Ու դրանով մենք այդ սիրո էներգիան էլ ենք փակում։ Այսինքն հիմնականում այդ մեծ մասը մարդկանց լարվածության մեջ է գտնվում, եթե ուշադիր լինենք, բոլորս էլ ինչ որ առումով ձգված ենք, լարված ենք։ Շատ դեպքերում այդ ագրեսիան հիմնականում դրանից է առաջանում, այդ լարվածության պատճառով առաջանում։ Ու այնտեղ միշտ շնչառության պակաս կա։ Ընդհանրապես այս
խորհուրդ է տրվում այս գենետիկ բանալու դեպքում այդ վախերից ազատման համար ուշադրություն դարձնել շնչառության վրա, երբ որ մենք շատ հաճախ չենք պահում ենք մեր շնչառությունը, մեխանիկորեն առանց զգալու մենք պահում ենք մեր շնչառությունը, դա զուտ այդ լարվածությունն է, հա, որ այդ բնազդային մակարդակում մենք թուլանալու հնարավորություն չունենք ոնց որ։ Չենք էլ գիտակցում իհարկե, երբ որ միտքը չգնա հասնի այնտեղ, մենք չենք էլ գիտակցում, ուղղակի դա սովորական զգացողություն է, այնքան սովորական է դարել, որ ուշադիր չենք լինում, որ մենք լարված ենք, մենք նորմալ չենք շնչում։ Հիմնական այդ դեպքերում այդ պրակտիկաներ է, երևի շնչառական ու այդ մարմնի թուլացման հանգստացման միջոցով որոշ չափով այդ էներգիաների հոսքը հնարավոր է կարգավորել, բայց հիմնականում այդ վախերն են, որ բլոկ են գտնում, հա, տրոմբներ են առաջացնում էներգիայի հոսքը դեպի վերև, դեպի ու արդեն բարձրանալուն, էներգիայի բարձրանալուն։ Դա բնազդային մակարդակում, այնտեղ միշտ թթվածնի պակաս է լինում։ Ընդհանրապես երեխաներին, եթե ուշադիր լինենք, երեխաները փոքր ժամանակ ընդհանրապես անազատության վախ չունեն, իրանք ամենաազատ մարդիկ են, ուղղակի մենք տարիների ընթացքում այնքան խոսում ենք պաշտպանություն ստեղծել, ու հենց այդ պաշտպանություն ստեղծելով մենք նաև պատնեշներ ենք ստեղծում մեր շուրջ։ Բայց եթե երեխային նայես, ինքը վախ չունի, որ իրեն ազատություն, ինքը որտեղ ուզում է գնում է, ինչ ուզում անում է, բայց մեր վախերն էլ շատ դեպքում մտային միտումներ ունեն, որ մենք մեր շուրջ ստեղծվում է այդ մտային կոնցեպցիաները, որ հանգարց սենց կլինի, այնպես կլինի, հասարակության մեջ վախեր, կարա լինի վախ ու հիվանդանալուց, չգիտեմ, հեսա պատերազմ կլինի, բոլոր այդ մտային վախեր են, որոնք իրականում կարող է եւ չլինեն, այսինքն, բայց մարդիկ արդեն այդ իրենց անհանգստության մեջ են գցում, լարվածության մեջ են գցում, ու այդ լարվածությունն ու շնչառությունն էլ այնտեղ պահվում, այդ ամեն ինչից մենք դժվար ենք դուրս գալիս։ Շատ դեպքերում պիտի ուղղակի հասկանալ, որ նաև մտային միտում կա, այստեղ կեղծ բան է ձևավորում, իլյուզիաներ, որ իրականում այդպիսի բան կարող է եւ չլինի, բայց մենք մեր մտքով մեզ սահմանափակումների մեջ ենք գնում։ Հիմնական այդ մի վախը կոնկրետ 39 գենետիկ բանալու վախերն էր, որը ներկայացրեցի, դա անազատության վախն էր, որից մարդիկ պաշտպանվում են, սահմաններ են ստեղծում, դառնում են մեկը մյուսի հանդեպ ագրեսիվ, բռնկուն, զուտ իրենց տարածքը պաշտպանելու համար, բայց ասենք դա էլի դնթի մակարդակում, խորքային մակարդակում դրված վախ է, որը իրականում եթե կյանքին վստահես, որը կօգնի, հա, ազատվել դրանից, իրականում այդպիսի խնդիր կարող է որ նա չկա այդպիսի խնդիր, ուղղակի մենք ենք ստեղծում ու այդ պաշտպանությունը, այդ կաղապարներով մենք մեզ փակում ենք, մեր էներգիաների հոսքն ենք փակում։ Հենց հիմնական այդ վախը այդ առաջին չակրայում է, որը որ հենց այդ կունդալինի բարձրացմանը խնդիր է հանդիսանում, որ էներգիան բարձրանա դեպի վերև ու հիմնականում այս կառավարական այս սիստեմները, համակարգերը ինչ են մարդկանց հենց վախերի մեջ պահում, մեխանիկորեն, այնքան տարբեր վախեր կան, կոնցեպցիաներ, այնտեղ մտային շատ տարբեր վախեր կարան ստեղծվեն, որ մարդկանց էներգիան չբարձրանա, մարդիկ լարվածության մեջ մնան, այդ անազատության մեջ իրանց զգան, միշտ այդ բնազդային վախը իրանք մոտ ակտիվ լինի ու հնարավորություն չունենան բարձրացնեն իրանց էներգիան, բարձրացնեն հենց հակառակ բևեռը սիրող էներգիան, այսինքն ազատագրեն, ես այսպես եմ հասկանում, այն բոլոր էներգիաների մեջ, բոլոր էներգիաները սիրո հիմքով են ընկած, ուղղակի մենք այստեղ
փակում ենք այդ վախերով, տարբեր բլոկներով, մենք փակում ենք այդ էներգիաները։ Ուղղակի դրանցից ազատվել է պետք, որ այնտեղ արդեն այդ էներգիան, այդ սիրո էներգիան ավելի հստակ հոսի, շրջանառությունն ու մարդիկ ազատագրվեն, այ ես տենց եմ հասկանում, որ այդ դեպքում այդ ազատագրումը լինում, այդ դրա միջոցով հնարավոր ինչ որ կյանքից հաճույք ստանալ, բավականություն զգալ այդ կենսարար էներգիայի ազատագրումից։ Ну, այս դեպքում այս մի վախը կոնկրետ բնազդային մակարդակում էր, կան ուրիշ մտային շատ ծրագրային վախեր, օրինակ, եթե վերցնենք երրորդ գենետիկ բանալին, ինքը վախ փոփոխությունների հանդեպ։ Մարդիկ սովորում են ստաբիլ վիճակներին ու մարդկանց այդ փոփոխության ենթարկելը, հա, իրանք շատ դժվար են գնում փոփոխությունների, կոնկրետ բոլոր, եթե վերցնենք դիզայնի սիստեմում, բոլոր 64 էներգիաների մեջ, ու իմ ուսումնասիրություններով երևում, այսինքն շատ հստակ երևում է, որ այդ 64 էներգիաները, որ դիզայնի սահմաններում շրջանառվում է, մեր կյանքի շրջանակներում, այդ բոլոր էներգիաների մեջ էլ ինչ որ վախի միտումը պարտադիր կա։ Ասենք, եթե երրորդ էներգետիկ բանալին վերցնենք, ինքը վախ փոփոխությունների հանդեպ է, որը որ մարդկանց քաոսային վիճակի մեջ է գցում, բայց դրանից հետո անցնում է հաջորդ փուլը, այսինքն նորարարության փուլը անցնում։ Բայց մարդիկ հենց այդ վախի միջոցով մնում են սահմանափակումների մեջ ու չեն գնում դեպի նորը։ Այստեղ բոլորի հիմքում այդ վախը կա։ Եթե մենք կարողանանք վախը հաղթահարենք, հավանաբար բոլոր խնդիրներն այդտեղից են, կանցնենք մի հաջորդ փուլ։ Դա ներքին ԴՆԹ-ի մակարդակում եկող վախերը, օրինակ վախ մյուսներից տարբերվելուց, այդ 8-րդ գենետիկ բանալինը, որ հասարակության նորմերին չհամապատասխանենք, լինենք, ասենք, եթե վերցնենք երեխաներին, հա, բոլորը մեկը մյուսին նման է, այդպես ընդունված, որ այսպեսին պիտի լինի աշակերտը, օրինակ, ու չտարբերվելու համար, ավելնորդ ուշադրություն չգրավելու համար, հենց այդ վախն է ստիպում, մարդ կարող է ունենա այդ, ասենք, 8-րդ գենետիկ բանալին հատուկ ոճի, հատուկ օգտվածության շատ սիրուն գիծ է, որը որ մարդկանց առանձնահատուկ է դարձնում, բայց այդտեղ էլ վախ կա, որ վախ առանձնանալուց, վախ տարբերվելուց։ 43-րդը այնտեղ խոսքի էներգիան է, որտեղ էլի խոսքի վախ կա խոսելու խոսքի ժամանակ անհասկանալի լինելուց, այսինքն այդտեղ էլ ամենտեղ այդ վախի առկայությունը կա։ 34-րդ գենետիկը դա վախ ստաբիլությունից դուրս գալու համար։ Այստեղ ունենք 48-րդ գենետիկ բանալին, անհամապատասխանությունների վախն է, սրանք էլ էլի բնազդային մակարդակում են դրված, որպեսզի անհամապատասխանություններ, այսինքն ծնողները շատ դեպքերում առանց հասկանալու համեմատություններ են անում ու երեխան, ասենք, խնդիր է ունենում վախ չհամապատասխանելու իր ծնողների սպասելիքներին։ Սա 48-րդն, այսինքն եթե հատիկ չնշեմ, դա թվերով էլի, այդպես ոչ մի բան չի ասում թվերը, երեխան, ասենք, լինում է այն վիճակի մեջ, որ ես չեմ համապատասխանում պահանջներին, ծնողների պահանջներին կամ այդ իր ձևով էլի վախը իրանից ներկայացնում, վախ պատասխանատվությունից, վախեր կան ապագայի հանդեպ, օրինակ շատերս մեծ մասի մոտ էդի առկա է, երբ որ անորոշությունը մեզ գցում այդ վախերի մեջ, ապագայի, քանի որ մենք չգիտենք ապագայում ինչ է լինելու, կոնկրետ այստեղ
հենց այդպես է կոչվում, վաղ ապագայի հանդեպ 57-րդ գենետիկ բանալին է, որը անհանգիստ վիճակի մեջ է գցում վաղվա օրվա մասին անհանգստանալու։ Կարա լինի գործնական ոլորտում վաղ ինչ-որ նոր գործ սկսելու ու ամենահիմնական վախը իհարկե ամենագլոբալ վախը վախ մեռնելուց, որը որ բոլորը ծնվելուց հետո բոլորն էլ վախը կրում են մեր մեջ, որտեղ կա ծնունդ, այնտեղ էլ կա նաև մահ, մի քիչ այդ պահն էլ պիտի հաշվի առնել, որ այդպես է ցիկլը, դա էլ պետք է հաղթահարվել։ Այդ մահվան էներգիան շատ գեղեցիկ ինքը ներկայացնում է, ուղղակի ես պահին, որ երևի թե չկարանամ բացատրեմ։ Այդ մահվան վախը որ բանալին է։ Մահվան վախը 28-րդ։ Շնորհակալություն։ Ինքը շատ գեղեցիկ է նկարագրությունը, այն որ թե մենք ինչպես ենք, հա, մնում այդ սանսարայի ցիկլի մեջ ու չենք կարողանում այդ պահանջներից, մեր պահանջները բավարարելուց դուրս գանք ու անդադ մենք մնում ենք այդ ցիկլի մեջ։ Անիծյան, փաստորեն յուրաքանչյուր մարդու մեջ 64 էներգիաներ են, հա, աշխատում։ Հա, ինքը դիզայնում 64 էներգիաների շրջանառությունն է։ Այստեղ կախված նրանից, թե մարդ իր կարտայի, իր քարտեզի, ստեղծված քարտեզի վրա ինչ ակտիվացումներ ունի։ 64-ից մենք կարող ենք 36 ունենալ, 36 մաքսիմում ու պակաս, դրանից պակաս, որտեղ կրկնվողներ կան տարբեր։ Հիմնական մեր կարման հենց ստեղծվում է այդ էներգիաների շուրջ, այսինքն մենք անելու ենք այն ամենը, ինչ որ մենք մեր կարտայի մեջ ունենք, շրջանառվող ակտիվացած այդ էներգիաները, այնտեղ որտեղ գույնավորված կան նշումներով, այդտեղ ակտիվ են, այսինքն մենք մշտական այդ էներգիաների տակ ենք ու հենց դրանք պիտի անցնենք, վերապրենք, զգանք այդ ամեն ինչը։ Իսկ ընդհանրապես որտեղ որ բաց դաշտեր ունենք, այդտեղ մենք միևնույնն է գտնվում ենք այդ համակարգի մեջ, մենք միևնույնն է զգում ենք, թեկուզ եթե ակտիվացում չունես, ասենք այդ գենետիկ բանալու, միևնույնն է տրանզիտների միջոցով, օրվա տրանզիտը եթե լինի այդ էներգիան, ասենք կան, չէ, որ ասում են, այսօր ես ինչ-որ, չգիտես ինչի ագրեսիվ եմ, օրինակ, կամ հակառակ ինչ-որ զգացողություններ փոփոխական, որը որ ոչ մի բանի հետ չես կարող կապել, դրանպես դիզայնը այդտեղ էլ է բացատրում, որ էներգիան ակտիվ է այդ օրը, հենց այդ էներգիայի վրա է, ու մենք զգում ենք ավտոմատ այդ էներգիաները, այնպեսի էներգիա չկա, որ մենք մեր կյանքի ընթացքում չզգանք, որտեղ այդ համակարգի մեջ ենք գտնվում։ Թեկուզ այն վատ նեգատիվ զգացողություններն է, որ մարդիկ կասեն, վայ, ես տենց չեմ զգացել կամ չեմ ուզում, այդպեսին լինեմ, բայց միևնույնն է, մենք այդ համակարգում ենք գտնվում, կարաս եւ նախանձ լինես, կարաս եւ խանդ լինի առաջանա, այսինքն ատելություն, ագրեսիա, դժկամություն, դժգոհություն, այս ամեն ինչի էներգետիկ դաշտում մենք միևնույնն է, այդ ամեն ինչը զգում ենք, այստեղ ուղղակի վերցնել, չվերցնելն է ու ճիշտ լուծում գտնելն է, ազատվելն է, այսինքն չպահել դրանք, այն մարդիկ մոտ ակտիվ են դրանք, ավելի շատ են արտահայտված, իսկ այնպես բոլորս էլ զգում ենք, բաց ենք թողնում, ուղղակի պիտի զգաս, բաց թողնես, որտեղ այդ սիստեմի մեջ նորմալ է, որ շրջանառվում են, դու էլ սիստեմի համակարգի մեջ ես։ Եվ յուրաքանչյուր փաստորեն էներգիա ունի սեփական վախերը։ Հա, ես ինչքան ասեք նայում եմ, բոլորի մեջ էլ այդ վախի էներգիան ամեն դեպքում առկա է։ Ու իրականում երևի հենց այդ կարելի ասել հենց այդ վախերն են, որ ցածր հաճախականությունով պահում են մեզ այդ գենետիկ բանալիները բացվելուն, այսինքն
ու այդ դեպքում վախից ազատվելու դեպքում միայն կարող ես շնորհը զգալ, այդ ամբողջությամբ իր գեղեցկությունը զգալ այդ էներգիաների։ Իրանք շատ բոլորը ամեն մեկը առանձնահատուկ էներգետիկ բանալի կոդեր են, որոնք մեր հիմնական խնդիրը ազատվել այդ տրոմբներից, ոնց որ ասած, ազատել տրոմբներից մեր էներգետիկ հոսքերը ու այն բանալիները էներգետիկ, որոնք մեր դիզայնում ֆիքսված են, որոնք ունենք, մեր այդպես կարելի ասել կարմայում, ես այդպես եմ հասկանում, դա մեր կարման է, ստեղծում է այն էներգիաները, որ մենք այսպես թե այնպես դրանք վերապրում ենք, այդ է մեր փորձը։ Մենք եկել ենք կոնկրետ այս փորձով անցնելու, կարտան որ նայում ես, մեր ակտիվացումները, մեր փորձը ամբողջությամբ այստեղ է ֆիքսված, կենտրոնացված։ Մենք ուրիշ բան չենք կարող զգանք, ուրիշ բան անենք, որովհետև մենք այդ էներգիայի կրողն ենք։ Ուղղակի այստեղ վախերից ազատագրելն է ու նոր շունչ, նոր որակ տալն է այդ էներգիաների, բացել այդ բլոկները, վախերից ազատագրվել, որպեսզի գոնե այն ապրած, չգիտեմ, կյանքից հաճույք ստանալ, որտեղ մենք այդ էներգետիկ հոսքը, որ ճիշտ չի կարգավորում, մենք չենք հիմնական այդ հաճույքը երևի թե հենց դրանում է կայանում, այդ սիրո էներգիայի բլոկերովկան է, ոնց եմ ասում, այդ սիրո էներգիան է փակված, հենց այդ վախերի սահմանափակում, հենց այդ վախերն է դրվում, բայց հենց այդտեղ է կապել, այդ վախն ու սերը շատ անմիջական իրար հետ կապ ունեն, թե ինչքանով կա Вообще իրոք հետաքրքիր թեմա է։ Իմ համար ես ասում եմ, ես ընդհանրապես շատ քիչ բաներից եմ զարմանք ապրում, բայց այս բաները ամեն անգամ մի հատ գենետիկ բանալի կարդալուց հետո իմ մոտ մի պայծառացում գնում մոտս, որ ասում եմ ոնց էլ ինքը մեր դնթեի մակարդակված բաներ են, ուղղակի խորքերը պիտի հասնեն արմատային են ամենախորքերին հասկանալ, այնտեղ ինչ պրոցես է լինում, ինչպես այդ էներգիաները աշխատում ու բացվում։ Հիմնական մեր հենց նպատակը մեր ազատագրել մեր էներգիաները։ Անիտ ջան, հիմա որ դու ասում ես DNT-ի մակարդակով, ասենք դա ուղղակի ժառանգաբար ստեղծվել է նախածնողների, նախահայրերի կողմից, փոխանցվել է քեզ, թե դրված է հենց մարդ արարածի սկզբնավորման մեջ, արարման մեջ։ Եթե ես հասկացա ձեր հարցը, եթե ես չիմանայի այս սիստեմի մասին, ես ավելի մինչև սիստեմը բնականաբար այդպես էլ կարծում ես, որ ժառանգած DNT-ով եկած գեներ են, այնտեղ տարբեր ուսմունքներով կարող ես նայել, ինչպես եկավ հիերարխիկ, այնտեղ թեկուզ բանի Լուսեի սիստեմով, այսինքն նայած ինչ մոտեցում ես ցույց տալիս, բայց եթե ես այս սիստեմի շրջանակներում եմ, որը ինձ շատ հասկանալի է, միանգամից պատկերը ստեղծվում է, երբ որ դու եկել ես քո մատրիցայով, անձնական մանդալայով, այսինքն այն կարտայով, որը որ դու ունես այս կյանքում անցնելու, վերապրելու, այս, ասենք, ժառանգական բոլոր բաները։ Հիմա թե չգիտեմ, կապ կունենա միանշանակ, որ անցյալում, ասենք, դու չես վերապրել այն ինչ-որ կիսատ մնացած էներգիաներ կլինեն, կամ ինչ-որ անավարտ գործ էմոցիաներ, կամ ինչ-որ վիճակներ կարող են լինել, որը փոխանցվում է այստեղ։ Բայց քանի որ մենք այստեղ հստակություն ու բան ենք տեսնում, այդպես չենք, հասկանալի ենք կապ ունի, բայց մենք սիստեմի շրջանակներում նայում ենք կարտան, սիստեմա, մատրիցայի համակարգը ես բերել եմ այս կյանքում ես եմ վերապրում։ Դե դեպքում շատ պետք էլ չի էլի խորանալ, թե ես այս իրունից եմ բերել, ժառանգել տատիկ պապիկներից կամ չգիտեմ ինչ որ մակարդակում, բայց միանշանակ այդ կապը կա։ Ուղղակի սիստեմը ինքը այսպես ամփոփում է, այս կոմպլեքս տալիս է ամբողջ խնդիրների լուծումը մի կարտայի մեջ, ասում է սա է քո անելիքը։
Դե հիմա ինչ կողմից դու լուծումներ կտաս, ինքը համակարգը առաջարկում է, բայց եթե չի բավարարում, դու ավելի ուզում ես կոնկրետ հասկանաս, որ սերնդից է այդ եկել, այդ խնդիրը, թեկուզ ռաստանովկաների միջոցով գտնես, որ ասենք մի քանի սերունդ են կողմ, ինչ որ մի գործողություն կամ ինչ որ բան է եղել, որը հետ կա թողել, այսօր գալիս է քո վրա, հա, մնացել է կոպիտ ասած այդ գործը քո վրա, բայց կարտայի մեջ ինքը ուղղակի քեզ կարա ասի դու սենց գործ ունես անել։ Թե հիմա որտեղից է եկել, որ սերնդից է եկել, դե կարաս անդրադառնաս, կարաս չէ, այսինքն ես սիստեմի շրջանակում այդպես եմ տեսնում, որ միևնույնն է, դու եթե այդ էներգիաները ունես վերափոխելու, այդ է քո անելիքը։ Դե հիմա որտեղից է այդ խնդիրը, բնականաբար կապը կա։ Եթե հետաքրքրությունդ այնքանով է, որ ուզում ես մի քիչ ավելի այդ առումով բզբզաս, կարաս այդ հարցերում է բզբզաս։ Գիտես ինչի էի հարցնում, որովհետև ասենք երբեմն մենք այսպես քննարկում ենք դպրոցում ուսուցիչներով դաստիարակության խնդիրներ եւ այլն, էլի, դե մեծ տարբեր մեթոդոլոգիաներ կան, միտումներ կան դաստիարակության հետ կապված, ասենք որ երեխան տաբուլա ռազայա, մաքուր գրատախտակա, ինչ գրես վրան, ինքը դա է դառնալու, բայց հետո մենք գալիս ենք տեսնենք, որ չէ, ինքը բերել է իր հետ որոշակի հակվածություններ, են եւ ասենք նույն մեթոդ նու քո տված ինքը կարող է լրիվ այլ կերպ մարզի ներկայացնի։ Այս դեպքում միշտ մտածում ես դաստիարակության խնդիրը որն է։ Այսինքն կա նման հասկացություն, դու կարող ես ինչ որ բան արժեքներ ամեն դեպքում երևի փոխանցել։ Այստեղ բարձր արժեքները միանշանակ օգնեն երեխային, որպեսզի ինքը չընկնի, հա, ավելնորդ ծանր ծրագրերի տակ։ Այսպես թե այնպես հիմա եթե ես իմ օրինակով վերցնեմ, ես տարիների ընթացքում ծնողներիս հովանու տակ իրենց կանցրցիաները, իրենց պնդումները, իրենց ապրելակերպը օրինակ ա եղել, ես վերցրել եմ։ Բայց շատ բաներ կա, որ ես համաձայն չեմ ասենք դրանց հետ, բայց ես դրանք ավտոմատ այդ ամեն ինչը արել եմ ու ինձ հենց այդ դաստիարակության ընթացքում, որ կարար ասենք թե ծնողս ասած լիներ, որ դու շատ փոքր ես, որ այդպիսի մտքեր արտահայտես, դա լինի խնդիր, որ ես իմ ամբողջ կյանքը անվստահ լինեմ իմ մտքերը արտահայտելու, բայց ես ունենամ շատ ունիկալ մտքեր, որոնք կարայի հետագայում ասենք արտահայտեի, բայց չփակեի, ես ժամանակին չփակեի, ես այդ ասենք այդ շնորհքը ձիրքը, որը որ երեխաները ունեն, իրանք շատ բաց են, իրանք ունեն այդ ձիրքը, բայց ծնողները, եթե ընդունված չի, կարան փակեն, հա, բոլոր այդ բաները, շնորհները մեր փակվում այդ երեխա ժամանակ, տրավմատիկ երևույթներից, էմոցիոնալ հենց 7-ից 14 տարեկան հասակում, այնտեղ պարտադիր էմոցիոնալ հենց այդ անցումային տարիքում երեխաները ինչ են էմոցիոնալ, այնտեղ ձևավորվում է այդ էմոցիոնալ ինտելեկտը, հենց այդ շրջանում բոլորս է ինչ որ խորքային տրավմատիկ բան անցնում մեր մեջ, ու այդ էլ պատահական չի, եթե մի քիչ խորանանք, ոչ մի բան պատահական չի լինում, հենց այդ կարտայում ասենք դուրս է գալիս այն մերժման տրավման ունես, օրինակ մերժման, այնտեղ 6 տարբեր տրավմաներ կան, դու ավտոմատ ծնողներիդ հետ ունենալու ես հենց այդ խնդիրը, մերժման, կամ ասենք ամոթի տրավման ունես, դու այդ տարիքում, 7-ից 14 տարիքում, այդ EQ-ի ձևավորման շրջանում, անընդհատ հանդիպելու ես հենց այդպիսի երևույթների, կարող է հասարակության ինչ-որ միջադեպ լինի, պարզ փողոցում, չգիտեմ, դասարանում ինչ-որ միջադեպ լինի ու ինքը տրավման ապրի ու դա պատահական չի լինելու, որովհետև ինքը ունի իր կարտայում այդ տրավման գենետիկ եկած, ուղղակի այդ պահին ինքը ակտիվանում է, ինչ-որ հետ կա թողնում, դրոշմում ոնց որ ասում են որպես տրավմա, ու դա հետագայի համար արդեն մեր աշխատանքի խնդիրն է հանդիսանում, որ մենք
չենք կարող ասենք, որ չէ, չեմ ուզում։ Դրանց չի լինում։ Եթե մենք համակարգում ենք ու այդ համակարգում այդ ամեն ինչը կա, ու մենք պարտավոր ենք հետագայում ոնց որ sense խոսք, այսինքն խոսքը որն է իմ մտքով անցել, որ ամբողջ մի կյանք սովորում ենք, թե ինչպես ապրենք, հետո մի որոշակի հատվածում արդեն սկսում ես հետ սովորել այդ քո ամբողջ սովորած կյանքը, ապրած այդ կյանքը ոնց փոխես, այսինքն այդ ամեն ինչը նորից զրոյացնես, մաքրես, որովհետև դա մենք չենք, մեր ճիշտ էներգիաները չի, ուղղակի այդպես ձևավորվում է, հասարակությունն է պարտադրում, այստեղ ծնողի խնդիրը շատ կարևոր է, ծնողի մոտեցումը երեխային, որ իր առանձնահատկությունները փոքրուց չփակի, ասենք ուշադիր լինի, որ ինչ ունի ինքը այստեղ, ինչ հատուկ բաներ, այստեղ միևնույն է, ինքը եթե այդ համակարգում է, եթե այդ մատրիցայի համակարգում ենք, միևնույն է ինքը ինչ-որ բաներով նույնականացվելու է, բայց հարցն էլ նա է, որ ծանր էներգիաներով չբեռնենք երեխաներին, դա անխուսափելի պրոցես է, որտեղ ապրում ենք այդ հասարակության մեջ, բայց գոնե այն ծանր վատ էներգիաները, որ կարելի է հրաժարվել ու չփոխանցել երեխաներին, ասենք ես մեկ-մեկ տեսնում ու ապշում եմ, որ ոնց կարելի է մինչև հիմա այս ժամանակներում ինչ-որ սենց երեխեքին նենց բաներ են ասում, որ զարմանում ես, եթե մի բան արգելում ես, բացատրի, բարի եղի, բացատրի, թե ինչի ես արգելում, եթե բացատրություն չունես, ուրեմն քո հիմք չէ, ու շատ դեպքերում երեխաներին հենց այդ արժեքազրկումը, թեկուզ ես ինքս իմ փորձից ասեմ, երբ որ ծնողը, ասենք դու ինչ-որ մոտեցում ես տալիս, ինչ-որ մի հետաքրքրություն, բայց ծնողը չի հետաքրքրվում քո հետաքրքրությունով, դե հիմա մտածում եմ, որ այս խմբակը ավելի լավ կլինի, կամ ուրիշ բան կարելի է տանել, որ հարմար է տանը մոտիկա, կամ քույրիկը կօգնի այս հարցում, այսինքն դուրս է գալիս, մենք ինչքան հեռացանք ասենք մեր ամեն ինչից։ Բոլոր մեր, եթե վերցնեմ մանկական երազանքներից, որ ասենք կարելի է ինչ-որ այս անել, այն անել, մտահղացումներ շատ լայն շրջանակ, բայց ես ոչ մի բանը չեմ անել։ Ու այդ ամեն ինչը մնացել հատվել է մանավանդ ծնողն էլ իհարկե չի ոգեշնչում երեխայի այդ ունեցած մոտեցումը, ձիրքը, սկսում է իր մեծ մասը իր չապրած երազանքները բարդել երեխայի վրա ու ասել բանը, այդ իր հիմնականում բարդած երազանքները, չիրականացած ծնողների երազանքներն է, որ բարդում են երեխաների վրա։ Ու այդպես հիմա նույն այդ ասածս, որ սովորում ենք ինչպես ապրել հասնում ենք մի տարիքի, հետո նայում ենք, դե մենք նորից հետ պիտի սովորենք մեր այդ ապրած կյանքը ոնց ջրենք կոմիտ ասած, նորից սկսենք ապրել ճիշտ ձևով արդեն, ճիշտ մեր ունեցած հնարավոր էներգիաներով։ Հենց այդպես է ինքը ձևավորվում, քանի ինքը համակարգը շատ սիրուն բացատրում է, որ ինչքան էլ սենց մարդիկ փորձում են ուրիշ կողմերից գնալ ինչ-որ հատուկ բաներ փնտրել, իմ կարծիքով այս համակարգը սենց ամփոփում, ամբողջացնում ցույց է տալիս ինքը ոնց է ձևավորվում այդ ամեն ինչը, ու մենք ունենք մեր կարման, մեր ունեցած էներգիաների շրջանակում այդ կարման անցնելու, մեր կյանքի գործը, մեր էներգիաները որտեղ են հիմնական ֆիքսված, ասենք արևի ազդեցության տակ այնտեղ է մեր կարևոր անելիքը, դա շատ գործոններ կա, հատիկ այնտեղ բացում ես այս էներգիաները, ինչպես են աշխատում, ինչ է պահանջվում, ինչպես է ինքը ստվերից դուրս գալիս, շնորհի մակարդակի այսօրվա թեման, քանի վախերներ, իմ նկատելով, ես ինչքան կարդում եմ, այստեղ իհարկե առանձնացնում է հիմնական վնասդային վախեր, այսպես մտային ու էմոցիոնալ, բայց ինչքան նկատում եմ բոլոր գենետիկ բանալիների մեջ էլ իմ կարծիքով այդ վախերը առկա են ու հիմնական դրանցից պիտի ազատվել այդ խնդիրը ու հիմնականում հենց այդ խնդիրները գիտակցվածության մակարդակով անցնում, օրինակ անցած օրը Սամվելը այդ մյուս Սահակյանը գրառում էր արել, որ
Մուլադխարայի վախերից ազատվելու համար կարմիր գույնի նայեք, թե հագեք, չեմ հիշում, կամ չգիտեմ, այսպես այտենց բաները վարժությունները ըստ իս իհարկե թող փորձեն հավատում խնդիր չի լուծում էլի դրանք խորքային մինչև իմ պատկերացմամբ մինչև խորքային գիտակցվածությունը չի հասնում այդ մակարդակին դու չես տեսնում այդ վախի հետ չես առերեսվում ինքը փոփոխության չի ենթարկվում ինքը այդպես խորքային տեղեր են դրված այդ ամեն ինչը նոր վերափոխման հնարավորություն ընձեռվում այդ որ ասում են վախերին նայել վախերի աչքերին նայել չէ տենց խոսքա վախի աչքերին նայելով ես նոր արդեն սկսում վերափոխել այդ մինչև դու եթե մարդիկ իրականում խուսափում են վախերի աչքերին նայելուց դրա համար այդ խնդիրը մշտական մնում է որովհետև ոչ բոլորը քաջություն ունեն վախի աչքերին նայել ու փոփոխության գնան, վերափոխման գնան։ Նախ գիտակցեն այդ վախը, որ ունեն, այդ գիտակցվածությունը պիտի լինի։ Հա, միանշանակ ընդունելությունը։ Հա, ձեր ասածը ընդունել այդ վախը եւ ինձ թվում է նու տարբեր մարդկանց լսելով եմ էլի ասում իմ օրինաց կարծիքը չի այսպես որ ասենք այդ եզրակացանը վիկել ասենք ոչ թե փախչել կամ ատել քո սեփական այդ վախից այլ ընդունել ճանաչել նույնիսկ ինչ որտեղ սիրել երևի հա սիրել ոչ թե փայփայելու իմաստով այլ սիրելով հաղթահարելու կամ ընդունելու իր գոյությունը եւ առաջ անցնելու այս տարբերակն է Բայց սամբլի չլսես Բայց սամբլի հա չի քան չեմ մտնում ճիշտն ասած չեմ կարդում տես բաները կարող է կարդամ ժպտամ անցնեմ Երեք ինձ ասես որ ահա սամջա դու ասա հետո ես խոսքս լրացնեմ Հա ավելացրա հետո ես կաս Լավ կարճ ասեմ ուրեմն մի քիչ ես այստեղ էլի վախի պահա որը հաղթահարում եմ ասելու որ պատահեց ինձ մի քանի ամիս առաջ լսեցի ոնց որ YouTube-յան այդ էջս բերեց մի հոգեբանի խոսք որը ազգությամբ մեր ոչ բարեկամ ազգի ներկայացուցիչ էր բայց ինքան մարդկային ձևով էր խոսում որ գրավեց ինձ իր խոսքը այսպեսի մի բան ասեց ինքը ասեց այն ինչ որ դուք նկարում էր այս մարդը նաև ու նկար կար մոր ոնց որ իրամոր նկարել, բայց մայրը զավակի հետ բնականաբար տենց, ասեց աշխատեք աշխարհում ամեն ինչին նայել, ինչպես մայրն է նայում իր երեխային, մոր աչքերով։ Այդ ձեր բոլոր խնդիրներին, ձեր բոլոր խնդիրներին, ձեր բոլոր չսիրած բաներին կամ իրավիճակներին եւ այդ դեպքում միայն դուք կարող եք հաղթահարել։ Երբ որ նայում եք մայրական սիրով, ու կապ չունի դուք կին եք թե տղամարդ եք, շատ հետաքրքիր էր այդ միտքը, ցենց մնաց իմ մեջ էլի, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած, ասենք, խնդրեմ մենք սկսում ենք ագրեսիայի վերածել, բայց երբ որ նայենք երևի թե հենց մոր սիրող աչքերով, թեկուզ մեզանից մեծ մարդուն, իր արած սխալներին կամ չոր բան կարող է մենք սկսենք հասկանալ այդ սիրվածությունը այդ իրավիճակի մեջ տվյալ անձնավորության սիրո բացակայության պատճառը, որը բերում է ինչ-որ բաների ու փոխենք, ասենք, մեր վերաբերմունքը հենց այդ սիրո, այդ վախը դրանով կոտրենք, չգիտեմ, կամ ագրեսիան։ Ամենայդեպս այդ միտքը ինձ հետաքրքիր թվաց ահագին։ Ու ես այսօր որ նայում եմ, մի քիչ բան անեմ, այսպես ընդհանրացակեմ, ասենք, երբ որ Անին խոսում էր, ես անդադ այդ էի մտածում, ասենք, ոչ անձնականից դուրս նաև մեր հասարակությունը այսօր ամբողջությամբ վախի ու ատելության մեջ է, ցնցումների մեջ է, ու ասենք եւ այդ բոլոր էներգիան մեծ մասամբ ուղղված է որոշակի անձնավորությունների, որոնք ունեցել են սիրո պակաս, ու հիմա իրանք ագրեսիայի այդ ամբողջը դրսևորում են երևի կյանքով,
ու մենք այդ դրսևորումը ուտում ենք ու վերադարձում ենք ավելի շատ ու սենց ինքնաբզկտման ինչ-որ վիճակում ենք, եթե նայենք այդ էներգետիկ դաշտի առումով։ Ու նույնը մեր հետ կատարվում էր 88-ին, երբ որ մենք շատ ագրեսիվ իրավիճակում էինք, սենց սիրուց, չգիտեմ, սկզբում սեր էր, հետո այդ սերը դարձավ ագրեսիվ, ու այն ամենը, ինչ որ մեր հետ կատարվում էր, երևի նաև այդ հավաքական ագրեսիայի արդյունք էր կարող։ Այսինքն վտանգավոր է թվում, բայց խորքում էդ էլ կա ինձ թվում է։ Մենք հիմա շատ ինքնավոչնչացման ծրագրի մեջ ենք, հենց այդ մեր վախերով ու ուրիշի վախերը մեր վզին փաթաթած պայքարում ենք այդ ուրիշի վախերի դեմ սեփական, ասենք, բացասական էներգիայով։ Այլիտա ջան, դու հրաշք ես։ Գիտես, այս ընթացքում կներեք, էլի որ սես ներս մտա, չեմ անվերջացրիք, թե չէ, Սամվել ջան կներես, հեսա ես մի բան ասեմ, նոր դուք ձեր մտքերը։ Այս ընթացքում, որ ասում ես դու, ասենք, անցած անգամ ակտիվ էիր, բայց հավատա, դու այդ քո հարցերով, ամեն ինչով, պատասխանով, դու մեր հարցերին էլ են սպառնում, դրա համար մենք այդքան շատ այդ ընթացքում այդ նույն հարցը, որ դու տալիս ես, իմ հարցի պատասխանն էլ հասկանում ես, դրա համար ապրես շատ, գիտես, այն ծնողներին, երեխեքին, որ դու ես դասավանդում, պետք է ինքան շնորհակալ լինեն, կներեք, էլի մի քիչ լիրիկական եղում էր, բայց ես չէի կարող չասեմ, շնորհակալ եմ շատ, ապրես։ Շնորհակալ եմ, հա, բոլորս նույն դաշտի մեջ ենք, ուղղակի բոլորս նույն ցավով ենք ապրում, նույն հուզմունքներն ենք ապրում, նույն փոհերն ունենք, երևի դրա համար էլ զգում ենք իրար։ Այդ բոլորը կա։ Սամ ջան, կներես։ Նա Տեսեմ։ իհարկե։ Դու իհարկե ես շատ ուրախ եմ, որ հարցերը գալիս են։ Դրա համար էլ միշտ ասում եմ ինչ հարցեր կան, որովհետև մեկի հարցերը շատերի համար պատասխաններ ա բերում։ Միշտ էլ այդպես է, Զոյա ջան։ Դրա համար շատ հաճելի է, երբ որ կան հարցեր ու հիանալի է, որ մենք ունենք լիտային, որը որ միշտ հարցեր ունի։ Կարծում եմ դա շատ մեծ պլյուս է, էլի, հարցեր ունենալը։ Իհարկե, այո։ Ուրեմն ինչ էի ուզում ասեի, կակրած հետաքրքիր էր, որ այդ պահին ես ուզում էի ասեի Սամվելի մասին, դու ինձ կանգնեցրեցիր, մի քանի դու էիր ասում, ինքը բան արեց, լայքեց մի գրառումը։ Ուրեմն երեք ինքը ինձ համոզում էր, որ ես ռադես բառը սխալ եմ անում, որ թարգմանում եմ ուրախություն, պետք է թարգմանեմ երանություն։ Դրա վրա էր երեք ֆիքսված ինքը ու հա հիմա արդեն թեմայի հաշվով էլի ինչ ասեմ տեսեք թեման սեր եւ վախն է չէ բայց մենք միշտ խոսում ենք միայն խոսում ենք վախի մասին ի՞նչն է պատճառը ու նորմալ է էլի նորմալ է որ ես չեմ ասում որ բանը սխալ է էլի Չէ, լրիվ նորմալ է, որ Շատ ճիշտ է, հա։ Լրիվ նորմալ է ու ճիշտ է։ Բայց ի՞նչն է պատճառը, որ թեման սեր եւ վախն է։ Հետաքրքիր է, չէ՞։ Ու կարծում եմ, այս հարցը սիրելուց բան չկա, կներես, էլի, Հազան է։ Երես սիրում ես, էդի լավ է, շատ լավ է, բայց վախի զգացումը սահմանափակենք, լուծումը գտնենք վախի, կներես էլ է Սամվել ջան, ընդհատեցի միտքդ։ Հա, բայց եթե կարող եմ մի բան ավելացնել։ Ասա։ Ասա։ Մարի ջան, ասա։ Մարի ջան, խոսիր։ Սառել է բանը ոնց որ։ Մարի դու մեզ լսում ես։
ձեր ձայնը ես կարծեցի կտրվել է ինչ վախի համար էի ուզում ասեի, որ Ասա։ մարդիկ կան, որ չեն իմանում, որ իրենք վախենում են։ Տերը ինչ որ տարբեր ձևերով էլի ցույց են տալիս դա համարում են սեր կարող ասել։ Իրոք մարդիկ կան, որ չեն իմանում, որ իրենք վախենում են։ Այդ է իմ ավելացնումը։ Ախը այնպեսի բան է, որ իրենց զգացնել կտա անպայման։ Համալը այնց չի լինում ինձ թվում։ Եթե տեսնեք ֆիզիկական արտահայտման ձևեր կան, ես հիշում եմ, որ դաշնամուրի քննություններից կարող է ասենք վախից ինքը մեկի հետ կռվում է, բայց ինքը հասկանում է։ Հա, փոխվում է ագրեսիա։ Հա, ճիշտ եք ասում, այնպես կարա լինի, որ ինքը վախն է, բայց ինքը ագրեսիվով ուզում է թաքցնի իր վախերը։ Այդ ես սկզբից Հա, դեպքում ինքը չի իմանում։ Կարող է վախից ուտի, շատ է ուտում։ Հանրապես կապ ունի անմիջական հենց այդ նկարագրածս բնազդային վախը նյութափոխանակության հետ։ Այդ դեպքում կամ շատ են ուտում, կամ ամբողջությամբ նիհար են, կամ գեր են, հենց այդ գենետիկ բանալու ազդեցությունն է, այդ բավարարվածություն չզգալով, որ սկսում են անդադ ուտել, կամ հակառակը ամբողջությամբ ախորժակ է փակում։ Վախի ֆիզիկական արտահայտությունները, օրինակ աղանի ձեռքերի քրտնելը, թրջվելը, ստամոքսի կծկումները, աղիների, ասենք, ներվերի հետ կապված թուլանալը, այդ բոլորը ֆիզիկական արդեն դաշտում բնականը։ Օրինակ հետաքրքիր է մեր շունիկը, ինքը տենց միջին փոքրիկ շուն է, էլի։ Ես նկատել եմ, որ մեծ շներին տեսնելիս, եթե ինքը վախենում է, վախից սկսում է հաչել։ Կոնկրետ պաշտպանվելու միջոց է, բայց ասենք մեծ շունը իրան կարող է բանի տեղ չդնի։ Ուղղակի հանգիստ անցնի, բայց ինքը սկսում է հաչել, որպեսզի պաշտպանվի։ Այդ ագրեսիայի դրսևորումն է, մի քիչ բան է, կարող է կոպիտ է, որ համատություն եմ անում մարդուն ու կենդանում, բայց այնքան զգացմունքային է, որ ես արդեն sense հետը բոլոր զգացմունքների իր զգացողությունները շատ լավ տեսնում եմ, իսկ ամենակ պարզապես չի խոսում, դրա համար զուգահեռը տանում եմ։ Այլ ջան, ես էլ հենց նշեցի, որ բնազդային վախը կոնկրետ էս 39-ը հենց կենթանական մակարդակում ստեղծված է, հենց այդ նույն իրավիճակում մարդիկ պաշտպանվում են հենց նույն ձևով, կենթանի վտանգից ագրեսիվ սկսում են մոտենալ։ Հենց այդ ագրեսիաների ետևում էլ հենց այդ վախերն է։ Ես հաջորդ անգամ մահվան վախը հաջորդ անգամ եթե հետաքրքիր կարելի է իհարկե այդ մասը։ Որպեսզի չեմ ուզում հիմա ասենց կիսատ պրատ ասեմ, մի հատ ամբողջացնեմ, որտեղ ինքը շատ հետաքրքիր է, այդ մահվան վախն էլ։ Այսօրվանը ասենք բնազդային այդ վախն էր, բայց որպեսզի բաց թողումներ չանեմ, հաջորդ անգամ կոնկրետ մահվան վախը, ինքը ամբողջական նկարագիրը, թե ոնց է այդ process-ը լինում։ Անե ջան, մի հարց կարելի է խնդրում եմ։ Նայեք, այդ ասում եք շատ գեղեցիկ ձևով բացատրում է վախի առաջացման պատճառը, թեկուզ գեներով եկած վախի, եւ իրոք էլի շատ հասնում ես մի տարիքի տեսնում ես ինչքան սխալ է ապրել, երեխուդ էլ ես սխալ։ Օրինակ ես իմ երեխեքին տարել եմ երաժշտական դպրոց, որ իրանք չէին ուզում դա։ Ինչքան սխալ բան եմ արել, բայց ես չեմ գիտակցել։ Հիմա դրանց լուծումները ո՞նց կարող ենք անել։ Օրինակ ասենք, հա, մահվան վախն էլ իմացանք, բայց ի՞նչ լուծում ունենք դրա համար։ Դե հենց գիտակցության մակարդակով դա էլ ասեցի, երբ որ մարդ ուզում է, հա, մի բան փոխել, այլիտան հենց այդ ընդունման, որովհետև ամեն մարդ չի ընդունում, այդ վերափոխումը սկսում է հենց այդ ընդունման պահից,
որ դու ընդունում ես վախեր ունես ու ես չեմ ուզում լինեմ այս վախի զգացողությունը չեմ ուզում ապրեմ, ուզում եմ մի բան փոխեմ։ Հենց այդ պահից միայն կարող է ինքը փոփոխության սկսի ենթարկվել, որ դու արդեն միտքդ ուղում ես այդ ուղղությամբ ու փորձում ես գիտակցված մոտենաս այդ հարցին։ Ինքը գիտակցության մակարդակով կարող բաներ փոխվի ընդունելությունից հետո։ Ես կարող եմ շարունակել։ Մի բան էլ ասեմ, այսինքն ով որ չի գիտակցում դատապարտված է, էլի։ Չէ, ասի դատապարտված է, ուղղակի ինքը, չգիտեմ, այն փոփոխություն, այն անցումը, որ պիտի աներ, ինքը չի անում ուղղակի, այստեղ ընտրության հարց է ուղղակի, այստեղ լավ ու վատի հարցը չի, միշտ այդ մտածել եմ, հա, որ ասենք մենք հիմա այսպես փորձում ենք այդ անցումը անենք, դա ընտրության հարց է, մարդ կարա ընդհանրապես չանի էդի ու ինքն էլ այդ իրավունքների մեջ է, նորմալ է, պարտադրված չի, ոչ բոլորը պիտի այդ անցումը անեն ու ոչ բոլորին է պետք ըստ երևույթին, եթե պետք լիներ, այդ իրան այնպես կահազանգեր այդ վախը, որ ինքը դրանից ուզենար ազատվեր, այդ դեպքում ուղղակի իրան պետք չի։ Պետք էլ չի ստիպել էլի ուրիշներին ինչ-որ բան փոխելու, եթե իրանց այդ չի անհանգստացնում կամ չեն գիտակցում։ Շնորհակալություն։ Իրա համար է պատասխանատու։ Ես կարծում եմ Զոյայի հարցի պատասխանն էլ կարելի է բացահայտել իմ տված հարցին պատասխանելուց։ Թե ինչի այնուհանդերձ թեմայի անունը սեր և վախ է։ Ես կարծում եմ դրա հիմնական պատճառը այն հանգամանքն է, որ բոլոր վախերի դեղամիջոցը սերն է։ Ու միայն սիրո միջոցով կարելի է ազատվել վախերից։ Ես այդպես եմ հասկանում։ Ու դա է պատճառը, որ մենք ունենալով երկու կողմերը, հայտի խոսում ենք մի կողմի մասին մենակ, վախի մասին։ Որտև հենց կարողացանք սիրո մասին խոսել, ուրեմն վախի մասին անիմաստ կլինի խոսել արդեն։ Վախը կվերանա, այդ նույն լույսի ու մութի բանն է, ինձ թվում է, հակամարտությունն է, որ լույսը կա այնքան ժամանակ, քանի մութը կա այնքան ժամանակ, քանի լույսը չես վառել։ Իսկ հենց լույսը վառեցիր, մութը վերանում է։ Բայց մթության մեջ է, չէ՞, Սամվել, այդ մթության մեջ ես այդ լույսին սպասում, մինչև մարդ չի գնում այդ մթության մեջ։ Հա, մութը նրա համար է, որ բացահայտել, ես էլ հենց այդ եմ ասում։ Իհարկե, դրա համար էլ մենք խոսում ենք վախից, այլ ոչ թե սիրոց։ Հենց որ ընկար սիրո մեջ, վախը վերանում է։ Այդ Ուղղակի հերթականությունը, հա, պիտի հասկանանք։ Այստեղ հա մենք կարող է շատ ուզենանք սիրել, բայց մեզ արդյոք վախերը կթողեն, որ մենք լիարժեք սիրենք, հենց խնդիրն է դա է, որ պիտի կարողանանք ազատվենք, որ լիարժեք զգանք այդ սիրո զգացողությունը։ Այո, իհարկե։ Մենք նաև այդ սիրո մեջ ուղղակի պետք է ընկալենք այդ ինչ ասերը ընդհանրապես։ Այս մասին էլ մենք չենք կոնկրետանում, ասում ենք սեր, բայց իրականում Ուզում եք հիշենք այս թեմայով մատյան երանության հատվածը։ Կարող ենք հիշել, բայց բանը 6 րոպե մնաց, կարող է չհասցնենք այնտեղ բանը։ Կարծում մի քանի էջա էլ, մինչև գտնել բան, եկեք դուք խոսացեք, ես հիմա փորձեմ գտնել, հա։ Ու բանը, որ միանանք, ես կկարդամ։ Այս դեպքում օրինակ սիրո մասին խոսելով մենք կարող ենք մտածենք հենց սիրուց ելնելով ենք սահմանափակում, սիրուց ելնելով ենք պարտադրում, սիրուց ելնելով մենք ավելին ենք պատկերացնում, բայց
իրականում այդ սիրուց ելնելով սպանենք ենքան շատ սիրենք, այդ սերն էլի պիտի զգալ, չնայած կարծեմ այնտեղ աստվածաշնչում է, չէ, որ ասում է սերը չի բռնանում, Պողոս առաքյալի Այո, ինչ որ մի բա սեր ազատ է թողնում եւ այլն, բայց երևի մենք ուրեմն ճիշտ չենք ակալում շատ հաճախ։ Ես նոր մի հատ post արեցի բանով սիրո մասին։ Facebook Այո, Հետո կնայեմ։ եւ մի միտք էլ ինձ եկա, որ ասում են միշտ բարձր կանգնի բոլոր բախերից, բոլոր ցավերից, ավելի բարձր պիտի կանգնես դու դրանցից էլի, որ կարողանաս հաղթահարես։ Մեծ իմաստություն ոգուժ է պետք դրա համար, բայց երևի առաջին իմաստություն է պետք։ Ինձ թվում է մեզ բոլորիս մենք կարող շատ գիտելիքներ ենք ստանում, բայց իմաստությունը բարդուանն է, կարող դրագետ մարդը շատ ավելի իմաստուն լինի, քան հազար տեսակի բաներով գլուխը լցրած մարդը։ Այո։ Որտեղ զբաղված է գլուխը լցնելով, էլի։ Հա, գլուխը լցվում է, բայց ասենք միտքը տարբեր բաներով, բայց հոգին երևի, չգիտեմ, հոգին է, թե փորձառությունն է, երբեմն այ որ ասում են հերիք, անցյալ անգամ մի բան էի լսում, ասում է հերիք հա գիրք կարդալ, ապրեք, սովորեք կյանքից, որովհետև գրքերը ուրիշ մարդու զգացմունքներն են, որ լցնում եք ձեր մեջ, կամ կենսափորձը, իհարկե էլի վիճարկելի է, ասենք ոչինչ 100%-ով չեն կարող ասել, բայց երբեմն կյանքը ավելի շատ բան է տալիս, քան գրքերը։ Okay, բայց կյանքի ընթացքում ինչ ես անում։ Հիմա մեր հանդիպումը կյանք է թե գիրք է։ Հիմա որ հիմքում էլի գրքերն են։ No, ինչ տարբերությունն է, հիմա ասենք, եթե մենք նստած իրար հետ խոսում ենք, ես կապ չեմ խոսում այն մասին, որ մենք ստեղ ասենք հավաքվել ենք, չգիտեմ, խոսում ենք սիրոց եւ վախից, ուղղակի երկու հոգի հանդիպեցին, նստել զրուցում են։ Հիմա դա ինչ է, կյանք է թե գիրք է։ Չէ՞ որ յուրաքանչյուր հեղինակ ինքն էլ մեկ ուրիշն է, ում հետ դու նստած խոսում ես։ Ինչով է տարբերվում։ Հիմա երկու հոգու հետ նստած խոսում եք, չէ՞, այդ չի նշանակում, որ եթե դու հիմա վեր գնաս խելոք կատարես այն ամեն ինչը դիմացինը ասեց, դա դառավ կյանք, դա դառավ գիրք հենց։ Ով ասում քեզ, որ գիրք կարդալուց պետք է վերցնես ու կրկնօրինակես գրքում կարդացածը։ Բայց այդ համեմատություններն են, այդ ամեն ինչն է, որ քեզ փորձ է տալիս։ Ուրեմն ո՞նց կարելի է ասել գիրք մի կարդա։ Հենա ամբողջ Հայաստանը գիրք չի կարդում, չէ՞։ Այսօր տենում ենք ինչի է հասել։ Ո՞նց կարելի է գիրք չկարդալ։ Ընդհանրապես Ինչ ասել։ Նաև ինչ գիրք բոլոր երևի։ բախերի հիմքում ընկած է գիտությունը։ Դա էլ պետք է։ Իհարկե։ Իհարկե, հենց դա գիտությունն է, որ վախի է բերում։ Կայծակից մարդիկ ինչ էին բանանում փախնում։ Ուղղակի Դրանից մտնում չէ։ մի բան, որպես լրացում, ոչ թե գրքերը կուլ տալ, այլ քննարկել։ Սովորաբար մենակ ընթերցողը հազվագյուտ է լինում, որ կարողանում է կարդացածը կուլ տալուց այն կողմ արագ, հա, մի հատ լավ դարձնել իրան այն ինչը որ կարևոր է։ Գուցե դա մեզ պակասում։ Ну, գիտես, օրինակ, ոնց ասեմ քեզ, օրինակ, ես բանը 100 տարվա մենությունը ոչ մեկի հետ չեմ քննարկել։ Բայց երկու անգամ հայերեն եմ կարդացել, 9 անգամ ռուսերեն։ Ես 3-4 անգամ, բայց այլ չեմ կարողանում հիմա Չէ, կարդալ։ բան չունեմ ասելու, ես չեմ ասում, որ այդքան պետք է կարդալ, այդքան կարդալն էլ մի բան չի, էլի, նույն բանը, չէ՞։ Հա, բան էլի, բայց հարցը դա չի, եթե հիմա մարդ չունես, հետը քննարկես, ուրեմն չկարդաս։ Այն մասին է, որ երբեմն մենք օրինակ այդ կարդալիս կարող է չտեսնենք շատ բաներ։ Բայց իհարկե, ամեն հաջորդ անգամ կարդալուց ավելի շատ ես տեսնում։ Մի բան ասեմ, ծիծաղս եկավ, ինձ նոր մտածեցի, պաստորեն ես Ես կասեի սկզբից ծիծաղդ եկավ, հետո դու։
Ինձ կներեք, ես ուզում եմ դուրս գալ աղջկաս պիտի դիմավորեմ ուղղակի մութ գնամ դիմավորեմ։ Եթե լինեք դեռ կապի մեջ կմիանամ, եթե չէ հաջորդ անգամ մահվան վախը խոստանում եմ կվերցանեմ, եթե հաջորդ թեմային ես կներկայացնեմ։ Ալենկանի ջան, հետաքրքիր թեմա էր։ Շատ լավ մատուցում ես, բավականին հաճույքով լսում ենք։ Ապրես։ Շնորհակալ, մինչև հաջորդ անգամ։ Հաջողություն Անի ջան, շնորհակալություն։ Բարի գիշեր։ Ով դուրս է, Անին դուրս եկավ։ Հələ դուրս չեմ եկել, բայց ուզում եմ։ Բայ Անի ջան, շատ շնորհակալություն, իրոք շատ շնորհակալ ենք։ Գիտեմ ինչքանով հետո փորձում եմ ամեն դեպքում մի քիչ ես լեզվի պատկերացրածս արտահայտելու խնդիր կա, բայց փորձում եմ։ Շատ էլ լավ արտահայտում ես։ Ձեզանից ես եմ շնորհակալ։ Մինչև հաջորդ հանդիպում։ Հաջողություն Անի ջան։ Հա, բայց ես հարց ունեի, կարծես Նատալիին էլ պաչիկ։ Լավ, ասեք ձեր հարցը, այդ հարցին պատասխանեմ։ Հա, լավ, այդ ծնողների հետ էլ կապված էլի, որ ծնողներս։ Հա, կարծեմ հա խոսեցինք վախային տրոմբներից ազատվելու մասին։ Լավ, դա էլ մենա հետո։ Հաջորդն էլ էլի ոնց որ վախերին անդրադառնալու է։ Հրաշալի։ Գրեք, գրահում արեք կոնկրետ այդ թեմայի շուրջ, էլի կանրադառնան։ Լավ, լավ, շատ շնորհակալ։ Լավ, շնորհակալություն։ Հաջողություն։ Պոստը որ արել է, հա, ինչի ծիծաղելով հաշվով էիր ասում։ Դատեցի, որ փաստորեն ես կրկնում էի ուրիշի միտքը, որը կարող է ուղղակի կարդալ գրքում։ Ես Ինչի բայց տենց։ Լավացան։ Ես էլ եմ շատ ավելորդ բաներ գլխիս մեջ լսնում։ Ավելորդ ոչինչ չկա, ավելորդները միշտ հետին պլան են գնում, Լիտա ջան։ Ընթացքում մարդու ուղեղը հենձևի հատկություն ունի, որ միշտ բան է անում։ Զբաղվածա զտելով կարևորը ոչ կարևորից։ Այնքան ժամանակ, մինչև ոչ կարևորը կդառնա կարևոր։ Ոնց որ այդ տեղափոխությունը բան մարդը ի վիճակի է հոյակապ կատարել ու դրա համար ինքը աշխատանք չի ծախսում, իր միտքն է դրանով զբաղված։ Դրված մեր գլխների մեջ։ Այս պոստը կարդամ մի հատ լսեք, որովհետև հենց սիրուն է վերաբերվում, էլի։ Աստիճանաբար դադարում ես սիրել ինչ-որ մեկին և ուղղակի սիրում ես։ Եվ սերը արդեն ոչ թե հարաբերություն է, այլ քո էություն։ Ինչ բան անենք, նայենք բանը Մատյան Երանությանը։ Մանավանդ Զոյան Մարին Ազատուհին էլա չէ ներկա։ Հա, Մարին ներկա չի, Մարին ինչ որ բան է։ Հա, Մարի կյանքը նենց է, որ կարա ինքը գա ու չի բան անել, իր զբաղվածությունը շատ է։ Հա, բար։ Վաստքը շատ է։ Հա։ Սա հետաքրքիր կլինի։ Okay, ուրեմն լս։ Ես իդեպ մի բան ասեմ նոր, ես նենց եմ կարոտում այդ Մատյան Երանության քննարկումներին։ Այո, հա, շատ, բայց քննարկել եք, որ երբևէ։ Այո, ես չեմ եղել քննարկմանը, իրոք շատ սիրուն հաղորդումներ են նաև ձայնագրված, դրանց հետ կապված իրեր։ Լավ, լավ։ Ձայնագրությունները գտնենք։ Օրինակ Զոյա ջան, երբ որ ես ասում եմ հարցեր նախապատրաստեք եկեք։ Ասենք թե եթե ցանկություն կա խոսելու Մատյան Երանությունից։ Ինչ նախանգարում հարցն է Մատյան Երանության վերաբերյալ։ Օրինակ Ինչ նախանգարում, որ պետք է հարցը գրեմ։
Դրա համար որ չեմ գրել, ինձ պատիժ, նորից պետք է կարդամ, այդ կարդալու ընթացքում գրեմ։ Այդ կարում։ Տեսնում ես Սամվել ջան։ Եթե կարդալու ընթացքում պետք է գրես, օրինակ տես Լիտան ոնց էր անում, ինքը հենց այդպես էր վարվում ու գրելու ընթացքում էլ անպայման նշում էր, թե որ մասից է կարդացել ինքը, որպեսզի մենք կարողանանք հեշտորեն օգնող բանա, ճիշտ է։ Այնպես որ գաս ասենք ինչ որ հարց տաս, ինչի մասին ինչը պետքա վեր հիշել, թե ինչ ես ասում։ Անմիջապես պատասխանել։ Իսկ եթե ասենք նշես տեղը, որտեղից որ վերցրել ես։ Չէ՞ որ կարդալուց պետք է հենց թարգմանությունը, բանը, տեքստը պետք է բացես, էջով բանով, ճիշտ է։ Առաջին ուզում եմ հիշեմ, որ մինչև որտեղ կարդացինք, քննարկեցինք։ Ես չեմ հիշում, առաջին գրքի երևի կեսերը մինչև Չավարտեցինք երևի։ Ահագին գործ է կարել։ Հիմա արդեն այնտեղ երկրորդ գիրքն էլ ալերիվ դրված։ Իսպես բանով կարդալ ինձ համար դժվար է, հեռախոսով։ Բան պիտի հանեմ տպեմ, որ ձեռքիս տակ։ Աուդիոն ունես, Սամվել, աուդիո։ Ես ճիշտ ասած ուզում եմ կարդալ, բայց կոմպյուտերով կարդալը իրոք դժվար է, այդ գիրքը լինել շատ հրաշալի մի բան կլինի։ Մատյան երանության վերնագրով 3 հատ գիրք կա այնտեղ արդեն աուդիո տարբերակը։ Նախաբանը, առաջի եւ երկրորդ գրքերը։ Աուդիոն ուղղակի հաճելի է լսել, բայց ես ուզում եմ կարդալ, որ ընթացքում ինչ-որ բան նշեմ, գծեմ, Այո, գիրք, սա գիրք։ Բայց ֆայլը որտի ֆայլն էլ եմ դրել արդեն կարծեմ լիտա, մեր էջում։ Կնայեմ հետո։ Կնայեմ երևի թե բան կանեմ, կամ կտպեմ, այդպես կկարդամ։ Բայց այդքան շատ չի, ոնց կտպես։ Ես օրինակ մտածում եմ բանը, այդ Հոպոնոպոյի գիրքը տպեմ, 400-200 էջա շատ չի էլի։ Որտեղ դա էլ նորից էլի պիտի կարդաս, գնաս վրայով։ Ես դա չեմ կարդացել, ուղղակի լսել եմ հաղորդումներ այդ բանի հետ կապված։ Չէ, սա պիտի կարդալ։ Սա լսենք ես։ Okay։ Սամվել ջան։ Ես հենց այդ մասը կկարդամ, էլի։ Իրականում կա միայն երկու զգացում։ Երկու բառ կա միայն քո հոգու լեզվում։ Դա մեծ մագնիսականության երկու բևեռներն են։ Նրանցից մեկը վախն է, իսկ մյուսը սերն է։ Այդ նրանք են թույլ տալիս ունենալ գոյություն սիստեմին, որն անվանում եք դուք հարաբերականություն։ Առանց այդ կետերի, այդ գաղափարների, ուրիշ ոչ մի գաղափար հավատա չէր լինի։ Ամեն մարդկային միտք կամ գործողություն կամ սիրո կամ էլ վախի հիման վրա է գործում։ Դա է ամենը, ինչ մարդուն թելադրում է։ Մնացած գաղափարները այս երկուսի արդյունքն են։ Կազմակերպող միտք եմ ես դա անվանել։ Դա կամ սիրո միտքն է, կամ էլ վախի միտքը։ Դա ամենաառաջին միտքն է, ամենահիմնական ուժն է, մարդկային փորձի շարժիչն աշխատեցնող վառելանյութն է։ Եվ հենց այս կերպով է մարդկային վարմունքը փորձից փորձ ծնում։ Սա է սկզբունքը։ Հենց այդ պատճառով է, որ մարդիկ սիրում են, հետո ավերում են, հետո նորից սիրում են։ Միշտ գոյություն ունի այս տատանումը մի զգացմունքից դեպի մյուս զգացմունքը։ Սերը կազմակերպում է վախը, վախը կազմակերպում է սերը։ Սերը տանում է դեպի վախը, վախը տանում է դեպի սերը։ Եվ պատճառը ի հայտ է գալիս առաջին ստի մեջ, այն ստի, որը որ դուք սկսեցիք ճիշտ համարել, որ Աստծուն վստահելը մոլորություն է, Աստծո կողմից քեզ ընդունելն էլ պայմանականություն է։ Եվ բացարձակ արդյունքն էլ կասկածի տակ է ուրեմն, քանզի եթե դու չես կարող վստահ լինել, որ քո Աստծո սերը մշտապես քեզ հետ է, ուրեմն ում սիրո վրա կարող ես հենվել։ Եթե Աստված լքում է քեզ, երբ դու սխալվում ես, միթե այդպես չեն վարվի մահկանացուները։
եւ հենց որ այդ ամենաբարձր սերն ես նվիրում, անմիջապես քո ամենամեծ վախին ես հանդիպում։ Չէ՞ որ առաջինը ինչի մասին մտածում ես, ասելով ինչ որ մեկին ես քեզ սիրում եմ, կլսես դու արդյոք նման պատասխան, որ դիմացինդ քեզ նույնպես սիրում են։ Իսկ հենց որ լսում ես այդ պատասխանը, անմիջապես սկսում ես անհանգստանալ այն մասին, որ դու կարող ես կորցնել սերը, որը որ հենց նոր ես գտել։ Այդ պատճառով գործողությունները քո բոլոր դառնում են պաշտպանությունը կորստից։ Թող նույնիսկ դու ջանում ես, թող նույնիսկ ցանկանում ես պաշտպանվել քո Աստծո կորստից։ Իսկ եթե դու իմանայիր միայն, թե ով ես դու, եթե գիտենայիր միայն, որ հենց դու ես, դու Աստծո արարածներից ամենափառահեղը, ամենաանսովորը, ամենահիանալին, միթե դու երբևիցե կվախենայիր։ Քանզի ով կարող է նման հրաշալիքից երես դարձնել։ Նույնիսկ Աստված չի կարող նման արարածի մեջ թերություն գտնել։ Բայց դու չգիտես, թե ով ես դու։ Դու մտածում ես, թե փոքր ես դու։ Իսկ գիտես դու արդյոք, թե ով է ներշնչել քեզ այն գաղափարը, որ դու անթերի չես։ Իհարկե նրանք միայն, ում խոսքերին դու միշտ հավատացել ես, քո ծնողները։ Դա այն մարդիկ են, որ սիրում են քեզ եւ դու համոզված ես, որ քեզ չեն խաբում։ Բայց եք մտածենք, եք փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Չեն ասել արդյոք քեզ նրանք, որ քո մեջ ինչ որ բան չափից շատ է, իսկ մի ուրիշ բան իբր այնտեղ քո ներսում քիչ է, չի հերիքում, եւ դա շատ վատ է։ Չէին պահանջում նրանք քեզանից արդյոք, որ տեսանելի լինես միայն, իսկ ձայնդ չլսի ոչ ոք։ Չէին հանդիմանում արդյոք նրանք քեզ, որ դու չափից շատ էներգիա ունես։ Այդ նրանք չէին քո ծնողները, որ ստիպում էին, պահանջում էին, որ դու մոռանաս, որ դու չհիշես ամենաանհավանական քո ցնորքները։ Իսկ չէ որ դրանք ցնորքներ չէին, այլ պատգամներս, որ ստանում էիր։ Բայց քանի որ դրանք համապատասխան չափանիշների արժան չդարձան, ոչ ոք չուզեցավ դրանք իմը համարել, ոչ ոք չցանկացավ նրանք ընդունել։ Քեզ սովորեցրել են քո ծնողները, որ պայմանավորված է նույնիսկ սիրելը, եւ հենց այդ փորձն էլ դու ներդնում ես քո եւ նրանց մեջ, ում որ սիրում ես։ Այդ նույն փորձը դու տարածում ես նաեւ քո հարաբերությունների վրա ինձ հետ էլ, ու այդ փորձից է, որ դու քաղում ես իմ մասին քո բոլոր եզրակացությունները։ Քո ճշմարտությունը կայանում է նրանում, որ քո Աստված քեզ իրոք որ սիրում, բայց եթե դու խախտես գոնե մեկ պատվիրան, նա կվտարի քեզ հավերժ եւ կանիծի հավիտյանից։ Չէ որ գոնե մեկ անգամ դու քեզ վրա զգացել ես, թե ինչպես ծնողներդ քեզանից հրաժարվել են։ Չէ որ տեսել ես ու հիշում ես շատ լավ էլ սեփական ծնողների կողմից դատապարտվելու ցավը։ Ինչպես էլ ուրեմն քեզ կարող ես պատկերացնել, որ ես քեզ հետ կարող եմ լրիվ այլ կերպ վարվել։ Դու մոռացել ես, որ երբ ես եմ սիրում, իմ այդ սիրո համար ինչ որ պայմաններ չեմ դնում։ Ինձ ես վերագրել դու քեզ ծնողի դերը եւ ստացել ես այնպիսի մի կերպար, որը դատապարտում, իսկ հետո պարգևատրում է եւ կամ էլ պատժում է, ինչպես կամենա։ Այսպիսով քո սերը դեպի քո Աստված դա իրականություն է վախի վրա հիմնված։ Եվ գաղափարն այդ ներարկված է նրանով, որ Աստված բրիժառու է, ոխերիմ եւ անողոք։ Ինչ խոսք, որ սխալ է սրա կազմակերպող միտքը, բայց անհնար է ժխտել այդ միտքը։ Հակառակ դեպքում դա կնշանակեր միայն, որ եկել է վերջը ձեր աստվածաբանության։ Եվ չնայած եկող նոր աստվածաբանությունը կարող էր իրոք լինել ձեր փրկությունը, ցավում եմ, եւ սակայն կարող ես հավատալ, նրան ընդունել դուք չեք կարողանա, որովհետև չդատապարտող Աստծո գաղափարը, ով ահարկուչ է եւ չունի ձեզ պատժելու պատճառ, չափազանց մեծ է ձեր պատկերացման համար այն մասին, թե ով է եւ ինչ է Աստված։ Վախն է ստեղծում ձեր սիրո զգացմունքը, վախը ձեր սիրո սկզբունքն է, երկունքն է, եւ նույնիսկ այն ժամանակ, երբ դնում եք ձեր պայմանները, դուք համոզված եք, որ դա այն չէ, ինչ իրոք հանդիսանում է սերը։ Ձեր սիրո մասին ձեր սխալ մտքերը ձեզ ցույց չեն տալիս ճանաչել մաքուր սերը։ Դրա հետ միասին դուք չեք կարողանում ճանաչել ինձ այնպիսին, ինչպիսին եմ իրականում։ Եվ սա կտևի այնքան, քանի դեռ խելքի չեք եկել, չէ որ դուք չեք կարող ինձ անverջ հերքել։
Ինչ խոսք որ կգա երջանիկ մի օր, երբ ինձ կընդունեք, կարփեք իմ սիրով։ Ամեն գործողություն ձեր կողմից ձեռնարկված կամ սիրո եւ կամ էլ վախի վրա է հիմնված, եւ դա վերաբերվում է ամեն ինչին, այլ ոչ միայն մարդկային հարաբերություններին։ Լինի աշխատանք, թե արդյունաբերություն, կրթություն, հավատ, թե քաղաքականություն, թե ժողովուրդների փոխհարաբերություն, կամ պատերազմներ, կամ խաղաղություն։ Ընտրել, հարձակվել, գուցե պաշտպանվել, ագրեսիվ լինել, թե հպատակվել, տալ կամ ստանալ, տիրել, թե կիսվել, թե համախմբվել, գուցե անջատվել։ Երկու մտքերից մեկի արդյունքն են քո բոլոր ընտրությունները։ Վախը մի մտքի տերն է, մյուսի տերն է սերը։ Վախը էներգիա է, որը սեղմում է, փակում է, փախչում է, թաքցնում է, կուտակում է, վնասում։ Սերը էներգիա է, որ լայնացնում է, բացահայտում է, արտահանում է, ազատում է, կիսվում է, նաև բուժում։ Վախը թաքցնում է ձեզ հագուստների մեջ, իսկ սերը թույլ է տալիս ձեզ մնալ մերկ։ Վախն ամփոփվում է նրանում, ինչ ունեք, սերը տալիս է ամենը, ինչ ունեք։ Վախը քաշում է ամեն ինչ դեպի իրեն, սերը դիպչում է, քնքշորեն, նրբորեն։ Վախը կաշկանդում է քո ամեն մի ձգտումը, սերը հակառակը, միշտ բաց է թողնում։ Վախը ցավ է ծնում, սերը թեթևություն։ Վախը հարձակվում է, սերը վերափոխում։ Մարդկային յուրաքանչյուր խոսք, միտք կամ էլ արարք այս երկու զգացմունքներից մեկի վրա է հիմնված։ Գոյություն չունի ուրիշ ընտրություն, սակայն դուք ունեք ընտրելու ազատություն։ Քեզ մոտ ամեն ինչ շատ հեշտ է ստացվում, բայց երբ հասնում է ընտրության պահը, ինչու շատ հաճախ հենց վախն է հաղթում, իսկ ավելի քիչ հաղթում է սերը։ Վախի մեջ ապրել է սովորեցրել ձեր սովորեցնողը։ Նա պատմել է, որ կենդանի է մնում հարմար ողը, որ հաղթում է ավելի ուժեղը, հաջողակ է ավելի խելոքը, դարձիր ուրեմն այդ ուժեղը, խելոքը, հարմարվողը, եւ ուրեմն ձգտում եք դուք լինել այդ ամենը, բայց երբ տեսնում եք, որ անհնար է ամենը լինել, սկսում եք վախենալ, որովհետեւ ձեզ ասել են, որ չլինել լավագույնը նշանակում է պարտվել։ Իսկ ես սովորեցնում եմ ձեզ ահա թե ինչի։ Ընտրելով սիրո վրա հիմնված գործողությունը կհասնեք ավելիին, քան կենդանի մնալն է, քան հաղթանակն է, քան հաջողությունը։ Միայն այդ ժամանակ դուք լիովին կզգաք մեծությունը այն բանի, թե իրականում դուք ով եք։ Միայն այդ ժամանակ դուք իրոք կտեսնեք, թե որքան հզոր եք եւ ով լինել կարող եք։ Ուրեմն մի կողմ դրեք ձեր խորհրդատուների, այո, բարեհարյալ, բայց սխալ տեսությունը։ Լսեք ուսմունքները, որոնց իմաստությունը ուրիշ սկզբնաղբյուրից սկիզբ առնող գիտություն է։ Այդպիսի ուսուցիչներ ինչպես հիմա էլ ինչպես առաջ ձեր մեջ շատ կան, քանզի ես ձեզ չէի թողնի առանց նրանց, ով կարող էր սովորեցնել, ուղղություն տալ եւ նաեւ այդ ճշմարտությունների մասին ձեզ միշտ հիշեցնել, բայց ամենամեծ հիշեցնողը ձեր ներքին ձայնն է։ Դա առաջին գործիքն է, որն օգտագործում եմ ես, ձեր այդ ներքին ձայնը ամենաբարձր ձայնն է, որով ես խոսում եմ, այն ամենամոտն է ձեզ։ Այդ ձայնն է, որ ձեզ ասում է ինչն է ճիշտ կամ սխալ, ինչն է լավ եւ կամ վատ, ըստ ձեր ընդորոշման։ Դա այն ռադարն է, որը երբ դուք ճանապարհին եք, ընտրում է ձեր երթուղին եւ հարթում է ձեր ճամփան։ Հենց այդ ձայնն է, որ ձեզ ասում է հենց հիմա, թե բառերն այս, որ կարդում եք վախի խոսքեր են, թե սիրո։ Հենց այդպես դուք կարող եք հասկանալ, ընդորոշել, լսել այս խոսքերին կամ անել աչքի թող։ Այսքանը։ Կարող ունակ Շատ լավն էր։ Ես մի հարց Սամվել ջան, ես ընթացքում։ Ուրեմն որ ասում ենք մենք Աստծուն շատերը ասում են ողերի Աստված, չէ, որ նա պատժում է եւ այլն, ամեն ինչ ասում։ Հիմնականում հա, այդպես կարծիք կա, բայց Աստծո գոյության հավատացողները սխում այդպես չենք մտածում։ Մեկ հա ասում ենք Աստված պատժել, բայց հետո այդ պահին էլ
Սենց ոնց որ մեր բերանի խփենք, ոչ, Աստված երբեք չի պատժում։ Մենք այդպես չենք մտածում։ Ես չգիտեմ, դուք այդպես մտածում եք, թե չեք մտածում։ Չգիտեմ։ Այո, իհարկե ես այդպես եմ մտածում եւ դեմ եմ այս բանի հետ, էլի, այդ տեսակետի։ Բայց գիտեմ, որ տենց մտածողներ կա։ Հիմա սա ում էր վերաբերում։ Դե Մարի ջան, այդպես չմտածելու համար պետք է Զոյանը։ Հա, այդ կներես մտքից Մարին էր, հա։ It's okay, ոչինչ։ Ուրեմն Զոյա ջան, այդպես չմտածելու համար կարծում եմ առաջին հերթին պետք է մտածել, թե ինչի պետք է Աստված ինձ պատժի։ Ստեղ են չի, որ արդյոք ես լավ բան եմ անում, վատ բան եմ անում, չէ՞։ Անում եմ ինչ-որ բան, ու Աստված ինձ պատժում է դրա համար, որ երևի այն պատճառով, որ ինքը այդպես չի մտածում, չէ՞։ Որ ես ճիշտ չեմ արել։ Բայց օքեյ, եթե դաժան տենց է։ Բայց չէ՞ որ Աստված տվել է ինձ ամենակարևոր նվերը՝ կամքի ազատություն։ Եթե նա տվել է կամքի ազատություն, որ ես անեմ ինչ իմ կամքով ցանկանում եմ անել, չէ՞։ Ու ասել է դա նվեր է քեզ համար, դա օքեյ է։ Ու ես անում եմ մի բան ու ինքը ինձ պատժում է ասելով, որ ես սխալ եմ արել։ Է որտեղ մնաց նրա բանը, այդ նվերը, կամքի ազատությունը։ Ոնց կարող է Աստված իր խոսքը դրժի։ Ներողություն Սամվել ջան, ես դա եմ ասում։ Ես ասում եմ այն կարծիքը, որ մենք մտածում ենք Աստված պատժող է, այդպես չի։ Իմ ասելը դա է։ Այո, դե ես էլ եմ ասում, դրա համար ասեցի, որ նա ով մտածում է, որ այդպես չի, որ Աստված պատժող է, պետք է առաջի հերթին մտածի, ինչի համար պետք է Աստված իրեն պատժի։ Այո, ճիշտ է։ Եթե սենց հերթականությամբ գալիս ես, ասենք, եթե ինքդ հարցադրում ես քեզ ու գտնում ես քո ամեն հարցի պատասխանը, տակը ոչինչ չի մնում ուղղակի։ Հակասող ասելու հավաքվում է։ Աստվածա, բան է, օրինակ Մատյան Երանության գրքում։ Որ անհնար է ուղղակի, որ Աստված պատժի։ Քանի որ նա տվել է խոստում չպատժել, որովհետև տալ կամքի ազատություն նշանակում է վերացնել ուղղակի պատիժ հասկացողությունը։ Կարող եք ասել իրողություն, որ այդտեղ պատճառահետևանքային ուղղակի կապն է գործում։ Կարմայի օրենքը ասում են դա է, ոչ թե Աստծո պատիժ, այլ ինչ ցանում ես, հավաքում ես, հնձում ես այն։ Այս կամ այն չափով մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Կարմայի հասկացողությունը էլի Լիտա ջան։ Ինչ է կարման, վերջի վերջ։ Պատճառահետևանքային կապ, պարզապես։ Հա, բայց օքեյ, բայց այդ բան չի ասում ինչա կարման։ Դա պատճառահետևանք, բայց որպես ինչ, ինչով ուտենք դա։ Պետք է հասկանալ, չէ՞։ Որ ասենք քո արարքների, ինչ դու անում ես, դրա պատասխանը ստանում ես մյուսի կողմից, ոչ թե Աստծո կողմից, հետևանք որպես։ Ուղղակի գիտակցված պետք է ապրել։ Ուրեմն տես, հիմա դու ասենք մենք խոսել ենք այն մասին, որ յուրաքանչյուր ոգի մինչև նյութական աշխարհ գալը գրում է իր կյանքի սցենարը, որոշում է ինչ փորձ պետք է ապրի, չէ՞։ Այդ սցենարը գրում է եւ գալիս է այդ փորձը ապրելու։ Okay, գրեց այդ փորձը, եկավ ապրելու եւ ինչ որ բաներ չարեց։ Ինչ որ բաներ չհասցրեց անել։ Ինչ-ինչ պատճառներով չարեց դա։ Այդ չարած գործերն են, որ դառնում են կարմա, որոնք մնում են, ասենք, նրա համար, որպեսզի հաջորդիվ բերվեն նորից, հաջորդ կյանքերում հետ բերվեն եւ ավարտին հասցնեն։ Դա է այդ պատճառահետևանքային կապ, այսինքն ինչ չեր ասարել, պետք է ավարտել։ Կոպիտ ասած կարման դա է, ու երբ որ մենք փորձեցինք հայերեն կարդալ, հայերեն բառը ինքը հենց դա ցույց է տալիս, չէ՞, երբ որ կարման դարձ կարդում ես։ Որ դա այնա ինչ, չէ, ինչ քո վրա կպած է։ Պետք է դրանից ազատվել։ Եվ դու գալով կյանք, բերելով այդ ամրակը քեզ հետ, փորձում ես իրանից ազատվել։ Այդքան բան դա է կարման։
Ու էլի Աստված կապ չունի դրա հետ։ Ու որևէ ուրիշ մեկը կապ չունի դրա հետ, այդ քո անձնական գործերն են։ Դու ոչ մեկի համար, ոչ քո ծնողների, ոչ քո երեխեքի համար, ոչ մեկի համար, ոչ քո հարևանների, քրոջ եղբոր համար չես ապրում այդ կարման։ Դա քո չկատարած գործերն են։ Դա քո պարտքերն է, որ պետքա վերադարձնես ինքդ քեզ, քո փորձի համար։ Ընդ որում, այս կյանքում, որ մենք ապրում ենք, բանի այս փոխակերպման process-ի մեջ ենք, չէ՞, այս մեծ անցման ժամանակաշրջանն ենք ապրում։ Այս կյանքի մեջ մեզ տրված է հնարավորությունը փոխել մեր բանը, սցենարը, ուրիշ փորձ ընտրել եւ նշանակում է արդեն ընդհանրապես ազատվել կարմայից։ Որովհետեւ այդ կարման, բոլոր կարմաները մեր եղել են անցյալ փորձի համար, անցյալ փորձի գործիքներ են եղել, որը մենք արդեն ապրեցինք։ Եվ այդ պատճառով գնում ենք հաջորդ մակարդակում, բարեշրջական։ Այս մասին շատ ենք խոսացել։ Հիմա այլևս մենք նոր մակարդակ գնալու համար այդ գործիքների կարիքը չունենք եւ արդեն մաքրված, դրանցից մաքրված մտնելու ենք կյանքի նոր փուլ։ Հիմա մենք կարող ենք այդ ամեն ինչից ազատվել։ Դա մեր հերթական նվերն է, որովհետեւ մենք մեր գործը շատ լավ կատարեցինք։ Մեր գործը լավ կատարեցինք, բայց մտածելու, այդ տեսեք այսօր անի այդ որ խոսում ենք, որ ինչից են առաջանում երեխաների վախերը, անվստահությունները, որ մենք իրանց ստիպում ենք տանենք այս պարապմունքը, այն պարապմունքը, օրինակի համար էլի։ Հետո գալիս ես հիմա ես օրինակ ինձ չեմ համարում, որ ես հաղթահարել եմ, կատարել եմ իմ առաջադրանքը, ինչ որ ես վերցրել եմ ինձ վրա ծնվելուց։ Ես տենց եմ մտածում, ես տենց եմ կարծում, փորձում եմ անեմ, որ ամեն ինչ ավելի լավ լինի, բայց չգիտեմ ինձ դա ստացում է, կստացվի թե չէ։ Այդ խնդրի մեջ եմ։ Հիմա դու ինչ որ տվել ես քո զավակներին, դրանք ինչ որ ձևով ասում են, որ դու սխալներ ես գործել։ Չէ, օրինակ այն աղջիկս, որ իրոք ես հիմա որ հիշում եմ, թե ինչ լացելով դասատուի հետ ամուսինս եմ ինչ կոպիտ արտահայտվեց երեխուն, որ եթե չգնաս, ես դաշնամուրը կջարդեմ, կացինը կվերցնեմ, կջարդեմ, հիշում եմ ահա։ Բայց այսօր այդ աղջիկս նվագում է դաշնամուր ու ինքը հաճույք է ստանում դրանից։ Ինքը ուրախ է դրա համար։ Շատ ուրախ է դրա համար։ Okay, քո սխալը ո՞րն է։ Քո սխալը լավ, մի քիչ կոպիտ է։ Որ տրավմայի եմ ենթարկել, բայց ուղղակի ներողություն խնդրի աղջիկա։ Ու կտեսնես, որ ինքը նույնիսկ այդ տրավմայի դեպքում շնորհակալ է քեզանից, որ դու ստիպել ես այնուհանդերձ դաշնամուր երաժշտության սովորել։ Ուղղակի այն ինչ որ զգում ես, ասենք, մեղք ինչ որ ներողություն խնդրի աղջկանից։ Այդքան բան։ Ինչի՞ ես տենց պահել մեջ եւ այլ եւ այլ։ Ու կտեսնես, որ անմիջապես կներվես, որովհետեւ իր տրավմաները արդեն հետևում են։ Եթե այդպես նայենք, հասկանում ես Զոյա ջան, հիմա մենք մեր երեխաներին պետքա դպրոցել չուղարկենք, որովհետեւ այն առաջի դասարան մտնելով երեխան արդեն տրավմայի է ենթարկվում։ Չէ՞։ Չէ՞ Լիտա ջան, տենց չի։ Ճիշտ է, համաձայն։ Երեխան պետքա գնա խաղից, բակից բանանի, ի կտրվի ու նստի դաս սովորելու։ Այդ յուրաքանչյուր դասը նույն ձևի է, ինչ դու քո աղջկան դաշնամուրի ես տվել։ Դա էլ հերթական մի դաս է ուղղակի, որը մարդու զարգացման պարտադիր չի, որ բոլոր երեխեք ովքեր դաշնամուր են պարապել, դառնան Ferenc Liszt, ասենք, կամ Chopin։ Այո։ Պարտադիր, բայց դա չի որ կրթական մակարդակ է, դա հոգու զարգացում է։
Կարելի է միջամտեմ այս խոսակցությանը, Միջամտին մնացել է 10 րոպե, ժողովուրդ նկատի որ հետո չենք միանում։ Չենք միանա, հա, դա է ուզում խնդրեի։ Զոյա ջան, օրինակ ես էլ փոքր ժամանակ գնացել ենք 3-ս էլ մեր ընտանիքում էլ երեխաներով երաշտական դպրոց, բայց մեր մեջ բոլորիցս ամենից ընդունակը եղբայրս էր, որ հետո կոնսերվատորիան սովորեց, հետո Ջուլիարդի երաշտական դպրոցում սովորեց, հիմա այլ երաշտություն էլի նվագում, զբաղվում եւ այլ։ Ասենք ինձ համար այդ ինչ որտեղ շատ ես էլ դժվար պահեր անցել եմ որոշակի, բայց հաճելի էր, որովհետեւ շատ էի սիրում երաշտական գրականություն առարկան կոնկրետ։ Ու հետո ես մեծ աղջկաս տարա երաշտական դպրոց, մինչև 4 դասան ինքը գնաց, էլի այդպես դա դեռ ընդունված էր ոնց տանը ես դաշնամուր ունեմ, ես ինքս սովորել եմ, այսպես ասենք նվագում եմ, քիչ թե շատ իմ երեխաներ պետքա այդ կրթությունը ստանան, բայց հետո մի պահ եղավ 4 դասանում, ոնց որ ամբողջ այդ քննություն հանձնող երեխաների մեջ ինքը միակն էր, որ 3 ստացավ։ Ու շատ հուզվեց դրանից, այնպես էր լաց լինում, ասենք ինքն դպրոցում շատ լավ էր սովորում, բան ես ոնց որ պարտադրանքով էի որոշակի տանում, հետո ես այս մտածեցի, ասի Աննա ջան, եթե դու նեղվում ես, հենց այս աղջկաս տանն եմ էլի հիմա, ասի եթե դու չես ուզում գնաս, քեզ այդքան չի հետաքրքրում, դու չես գնալու այդ գծով, ուզում ես թող դաշնամուրը մի գնա։ Ինքը ասեց, հա մամ, չեմ ուզում, ասի քո կամքն է։ Ուրեմն, բայց ես մի քիչ բաց զգացի, փակեց ինքը այդ դաշնամուրի կափարիչը ու կյանքում այլևս չբացեց։ Իհարկե, հետո դարձավ առիթ ես մյուսներին չտարա, երաշտական դպրոց, այսօր երիքա բռնանամ իրանց կամքի թող ազատ ապրեմ, բան, երբեմն փոշմանում եմ, երբեմն չէ, բայց ասենք ամեն դեպքում տվեցի այդ ազատությունը իրեն, մի քիչ ծանր որոշում էր, կոնկրետ մեր մեծերի սերնդի համար, ծնողից համար, ասենք մամա ես վայ ոնց հանեցիր բան, բայց ես այդ քայլը արեցի, ասենք իրենք ընտրեցին էլի հրաշալի մասնագետներ է, բան, ասենք չխեղդեցի, ու մի բան էլ եմ ուզում ասել, հետաքրքիր միտքեր ես վերջերս էլի լսեցի, այդպես ասում եմ, ինչու կյանքում առավել հաջողակ են ու երջանիկ են այն երեխաները, որոնք դպրոցում գերազանցիկ չեն եղել, այլ ավելի սենց խառը գնահատակներ, որտեղ ասում իրենք սովորել են ոչ թե այդ ասենք ծնողների երազանքը կամ հասարակության պարտադրանքի առաջ բոլոր բաները որ հասցնեն, այլ իրանց սիրած բաներին են ավելի շատ ուշադրություն դարձրել, ինչ իրանց լավ է տրվել, այն մյուս դեպքերում ասենք իրանց խաղը եւ այլն էտել եղել, իրանք շատ ավելի համարձակ են եղել։ Իսկ մյուսները, ովքեր մշտական գերազանցիկներ են, իրանք ունեն կոմպլեքսներ, որ հանկարծ ասենք ինչ որ խնդիր չհաղթահարեցին դա մոթա, չգիտեմ ինչ այդ 4-ը ստացավ, մեր ժամանակ 4 էր, ես հիշում եմ, որ եթե գալիս էի 4 ստացած, ես պետք է ամեն դեպքում մեկնաբանեի, թե ինչ էր 4, ինչի 5 չէր, ասենք էտել էր ինչ որտեղ քեզ բեր անդադ այանին, որ ասեց, իսկ մյուս ընկերուհիդ ինչ ստացել, իսկ մյուս ինչ ստացել, եթե դե այդ պահին մի բանից ասենք փայլուն չէիր, գալիս էր այդ կոմպլեքսը ամեն դեպքում դու պետք է հաստատեիր, որ դու լավն ես, որ սիրո արժանի ես, որ չգիտեմ ինչի արժանի ես, ասենք ճիշտ է, գիտելիքները լավ բան են, բայց երբ մենք այդ ազատությունը որոշակի պիտի տանք երեխեքին, իրանց հոգուն ունկնդիր լինենք, էլի։ Գիտես, ինչ թվում է Լիդա ջան, հա, իհարկե, այտենց հիմնական որ վերցնում ես այդ բանը կա, բայց դա մի քիչ իրականության հետ չխոսացող բան է, էլի դա էլի այ հենց վախերը, այս ծնողների վախերը այդտեղ են արտահայտվում, իսկ երբ որ ծնողների մեջ այդ վախերը չկան, երեխան ազատ է նաև լինի գերազանցիկ եւ թե չլինի։ Եվ գերազանցիկ երեխան երբեք կոմպլեքս չի ունենա, եթե այդ վախը ծնողներից չի մտել իր մեջ։ Ես օրինակ ասեմ քեզ, ես մինչև 8-րդ դասարան բացարձակ գերազանցիկ եմ եղել, դե մոտ 10-ամյակ էր, չէ՞։ Իսկ 9-րդ դասարանում ուղղակի կտրուկ դառա, ոնց որ ասում են դվոյեշնիկ, որտեվ ուղղակի ես ինչ եղավ, հա, ուղղակի կոնտր գնացի, ասեմ դասատուների հետ։ Մի քանի դասատու կային, դե այն ժամանակ ես արդեն բանը սկսեցի նվագել, մազերս երկարացնել, բան, ու սենց գնացին կոնտր, հենց այդ ես էլ ասեցի լավ տենց, ուրեմն բան էլի։
մի անգամից փոխեցի հարաբերությունը, ասեն դիտմամբ ոնց որ չսովորելով, էլի։ Բայց երբեք ինձ վատ չեմ զգացել, կոմպլեքսավորված չեղամ զգացել բացարձակ գերազանցիկ լինելուց։ Ու նույնը կշարունակի, եթե իրանք այդպես չվերաբերվեին, հասկանում ես։ Դե քո ներքին մղումն է եղել, ասեմ դու հաստրել ես բոլոր բաները ու շատ լավ է եղել։ Հա ինչի, որովհետև ինձ տվել էին այդ ազատությունը, ես խնդիր չունեի, դա էր էլի, հասկանում ես։ Դա իմ ընտրության արդյունքն էր, ու ես համոզված եմ, որ շատ երեխեք մանավանդ կարծում եմ, որ մանավանդ հայերի մեջ այդ բանը կա, երեխաների մեջ կա այդ ջիղը, էլի։ Սովորելու Հա, եթե իրանց չեն բանանում, ասենք, ստիպում է տանել, իրանք առանց ստիպում ազատամտորեն ավելի լավ կանեն դա։ այդ ուղղակի տղաների մոտ է, հետո արդեն 7-8-րդ դասանից հետո տղաները սկսում են ամաչել սովորել, որտեղ մի ուրիշ Հիմա այդ գիտես այդ մեր արդեն մեր հենց բանը քաղաքականության, երբ որ բանձիտները դառան կառավարիչներ, հասկանում ես այդ ժամանակ լավ սովորելը արդեն դառավ բան, աղջկական բան ոնց որ էլի, ոչ տղամարդուն հատուկ։ Դա Ճապրված է, դրա համար պետք չի երևի ափսոսել, ուրեմն փորձեր բոլորս պիտի անցնեինք։ Մեր ժամանակ չկային դոձիկներ չկային մեր ժամանակ, մեր ժամանակ կային քաղաքինիներ, բայց դոձիկներ չկային։ Ոչ մեկ, ասենք, մեկին լավ սովորելու համար չէր ասում, այ դոձիկ ես անեն, էլի այսպես բան։ Մեր մոտ չի եղել ինձ։ Հիմա նորդ են ասում։ Իսկ հիմա առանց արդեն 10-րդ դասանից առանց տետրի, առանց գրքի, միայն այսքան տետրերը բերում են առանց գրքի, առանց պայուսակի, որ հանկարծ չծաղրեն, չծաղեն մյուսները, կամ լռում են, չեն ուզում պատասխանել, եթե դասանում հանկարծ կարող լինի ինձ մթնոլորտ, որ ամեն ինչ կա, պետք է կարողանաս ուղղակի ճիշտ էլի միջավայր ստեղծես, որ երեխեքը չկոմպլեքսավորվեն։ Գիտես, ես կարծում եմ այդ ամեն ինչը պատճառաբանված է, մենք այս մասին խոսացել ենք արդեն, էլի, որ կրթական մակարդակն էլ այսքան անկում է ապրել բան, այն պատճառով, որ շուտով ամեն ինչ այլ կերպ է լինելու, էլի։ Երբ որ այս երեխեքի գիտակցությունը բացվեց լրիվ, էլի, իրանց գիտելիքները դուրս եկան, մենք կտեսնենք, որ իրանք դրա կարիքը չունեին ուղղակի։ Ու ժամանակը ինչքան մոտենում է այդ, էլի, այդ սահմանին ինչքան մոտենում ենք, այդ ավելի տեսանելի է դառնում իրանց բանը, էլի, որ իրանք դրա կարիքը չունեն։ Իրանք տենց են իրանց պահում։ Ոչ մի ասենք շրջա, ես չգիտեմ, էլի, ասում են օրինակ հենց Հայաստանում էլ, որ ասենք լիքը շրջանավարտներ կան, ասենք բարձրագույն կրթության, որոնք բացարձակապես իրանց մասնագիտությամբ չեն էլ աշխատում։ Գնում Հա, խնդիրը նա, որ Կամ սենց են ասում։ Շատ ներողություն, սենց են ասում։ Օրինակ եղբորս տղան առաջին անգամ իրանց լսեցի։ Ինքը ինստիտուտ ավարտեց, բայց հետո ասեցի Գարի ջան, բանը հեսա պետք է աշխատես, Չէ, ասում է հորքուր, ես ուրիշի համար չեմ աշխատի, այսինքն ձգտում են իրաց բիզնեսում է, ու տենց է երբեք չաշխատեց ուրիշի համար։ Շատ լավ բան է, բայց շատ լավ է, եթե ինքը սեփական ասել։ Հա, բայց դու ես որ բան է, ասենք սովորելը բան է, ոնց որ հետին պլան է մաղվում, էլի։ Այո, հենց դա։ Հա, Ժորյան, կրթությունը պիտի փոխեն, կրթության ճիշտ կազմակերպում պիտի լինի։ Մի րոպե մնաց, եկեք ամենայն դեպս բոլորս իրար հաջողություն ասենք։ Հաջողություն ասեմ, այսօր ես Շողիկն էլ եկավ մեզ հաջողություն ասի։ Մի հատ ամենավերջում։ Շատ հետաքրքիր լավ զրույց էր։ Շնորհակալություն, շատ լավ եղեք բոլորս։ Մինչև չորեքներ։ Բոլորս, այո։ Հաջողություն։ Երաս։